Հենց այս պահին, երբ դուք կարդում եք այս նախադասությունը, ձեր մարմնում մեռնում են 2 միլիոն կարմիր արյունային բջիջներ։ 2 միլիոն յուրաքանչյուր վայրկյան։ Բայց նույն պահին ծնվում են 2 միլիոն նորեր, փոխարինելու դրանք։ Ձեր մաշկը, որը հիմա շոշափում է այս էկրանը, լիովին փոխարինվելու է հաջորդ 2 շաբաթվա ընթացքում։ Ձեր լյարդը 5 ամսում։ Ձեր ոսկորները, որոնք թվում են այդքան ամուր եւ անփոփոխ, 10 տարում։ Դուք չեք նկատում, բայց ձեր մարմինը մահանում եւ վերածնվում է յուրաքանչյուր վայրկյան։ Հարցը, որը սարսափեցրել է փիլիսոփաներին 2000 տարի, այժմ ունի գիտական պատասխան, եւ այն ամեն ինչ փոխում է։ Երբ դուք նայում եք հայելուն, դուք տեսնում եք ինքներդ ձեզ։ Նույն դեմքը, որը տեսել եք 10 տարի առաջ, թերևս մի քանի կնճիռներ ավելի, մի քիչ ավելի մեծ փորձառություն աչքերում, բայց դա դուք եք, նույն անձը, նույն մարմինը։ Բայց ահա ինչ է ասում ժամանակակից կենսաբանությունը։ Ոչ մի ատոմ, որը գտնվում է ձեր մարմնում այս պահին, չի եղել այնտեղ 10 տարի առաջ։ Ոչ մեկը։ Դուք ֆիզիկապես լիովին այլ մարդ եք։ 1950 թվականին Ստոկհոլմի Կարոլինսկա ինստիտուտում շվեդ կենսաբան Յոնաս Ֆրիսենը սկսեց փորձարկում, որը պետք է փոխեր մեր ինքնության մասին պատկերացումները։ Նա օգտագործեց ռադիոակտիվ ածխածնի հետքերը, որոնք մթնոլորտում մնացել էին ատոմային փորձարկումներից հետո, հասկանալու համար, թե որքան հին են մարդու մարմնի տարբեր բջիջները։ Մեթոդը պարզ էր։ Ատոմային ռադիացիան թողել էր ժամանակային դրոշմակ յուրաքանչյուր բջջի դնթում։ Արդյունքները ցնցեցին գիտական համայնքը։ Ձեր աղիքների պատերը լիովին թարմացվում են յուրաքանչյուր 5 օրը մեկ։ 5 օր։ Բջիջները, որոնք կլանում են ձեր նախաճաշը, չեն լինի այնտեղ, երբ դուք ուտեք ճաշ շաբաթօրը։ Ձեր լեզում 10 օրում։ Ձեր թոքերի ալվեոլները 8 օրում։ Ձեր մաշկի մակերեսային շերտը 2 շաբաթում։ Ձեր արյան պլազման սպիտակուցները 10 օրում։ Ձեր արյան սպիտակ բջիջները 1 տարում։ Ձեր կարմիր արյունային բջիջները 4 ամսում։ Բայց ահա ամենաապշեցուցիչը։ Ֆրիսենի թիմը հայտնաբերեց, որ միջին հաշվով մարդու մարմնի բջիջները 10 տարեկան են։ 10 տարեկան։ Դա նշանակում է, որ եթե դուք 30 տարեկան եք, ձեր մարմինը ֆիզիկապես 10 տարեկան է։ Եթե դուք 70 եք, ձեր մարմինը դեռ 10 է։ Դուք կրում եք հիշողություններ 40, 50, 60 տարիների, բայց ձեր մարմինը երբեք չի ծերանում 10 տարուց ավելի։ Այն մշտապես վերածնվում է։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք գետի եզերքին։ Դուք տեսնում եք ջուրը, որն անցնում է ձեր առջև։ Դուք ասում եք. «Սա Դանուբ գետն է» կամ «Սա Սեն գետն է»։ Բայց ջուրը, որը հոսում է այս վայրկյանին, չէր այստեղ վայրկյան առաջ։ Գետը ստանում է իր անունը ոչ թե ջրից, այլ ափերից, հունից, ուղղությունից։ Գետը գործընթաց է, ոչ թե առարկա։ Հին հունական փիլիսոփա Հերակլիտոսը ասել է. «Դուք չեք կարող 2 անգամ մտնել նույն գետը»։ Բայց նա չգիտեր ամենաանհավատալին։ Դուք ինքներդ եք գետը։ Ձեր մարմինը գետ է, որի միջով անցնում են ատոմները։ Յուրաքանչյուր ատոմ, որը կազմում է ձեր մարմինը այս պահին, ունի պատմություն, որը տարածվում է միլիարդավոր տարիների վրա։ Ածխածինը ձեր մկանների մեջ մեկ ժամանակ եղել է դինոզավրի մարմնում։ Թթվածինը ձեր թոքերում շնչել է Նեֆերտիտին Եգիպտոսում 3500 տարի առաջ։ Ջրածինը ձեր դնթում ծնվել է մեծ պայթյունից 13 միլիարդ 800 միլիոն տարի առաջ։ Հարվարդի համալսարանի ֆիզիկոս Լորենս Քրաուսը հաշվարկել է, որ մարդու մարմնի ատոմների 9-10%-ից ավելին փոխարինվում է յուրաքանչյուր տարի։ Դա նշանակում է, որ 7 տարում գրեթե ամեն ինչ փոխարինված է։ 7 տարի։ Եթե դուք 21 տարեկան եք, դուք ֆիզիկապես 3-րդ տարբերակն եք ձեզանից։ Եթե դուք 48 եք, 6-րդը։ Ձեր մարմինը, որը թվում է այդքան ամուր եւ անփոփոխ, իրականում ատոմների փոխանակման կայան է։ Բայց որտեղից են գալիս այս նոր ատոմները։ Պատասխանը պարզ է եւ միաժամանակ անհավատալի։ Դուք շնչում եք դրանք օդից, ուտում եք դրանք սննդից, խմում եք դրանք ջրից։ Յուրաքանչյուր շունչ, յուրաքանչյուր կծիկ, յուրաքանչյուր կում ջրի բերում է միլիոնավոր նոր ատոմներ ձեր մարմին։ Դրանք մտնում են ձեր արյան հոսքի մեջ, ներառվում են ձեր բջիջների մեջ, դառնում են ձեր մարմնի մաս։ Իսկ հին ատոմները դուրս են գալիս շնչառության, քրտնարտադրության, մաշկի թափման միջոցով։ Օքսֆորդի համալսարանի կենսաքիմիկոս Նիկ Լեյնը նկարագրել է այս գործընթացը որպես
մոլեկուլային պարը։ Ատոմները մտնում են, պտտվում են ձեր մարմնի միջով, կատարում են իրենց դերը, ապա հեռանում են։ Ոմանք մնում են մի քանի ժամ, ուրիշները մի քանի տարի, բայց բոլորը, բացարձակ բոլորը, վերջում հեռանում են։ Ձեր մարմինը ժամանակավոր տուն է ատոմների համար, որոնք ճանապարհորդում են տիեզերքով։ Մտածեք դրա մասին։ Ածխածինը, որը այս պահին ձեր սրտի մկանում է, հնարավոր է, մեկ ժամանակ եղել է ծառի տերևում ամազոնյան անտառներում։ Նախքան դա ածխաթթու գազի մոլեկուլ մթնոլորտում, նախքան դա ժաժայռի մաս Հիմալայներում, նախքան դա ծովային կենդանու կմախք։ Յուրաքանչյուր ատոմ ունի կենսագրություն, որը տարածվում է միլիարդավոր տարիների վրա, եւ դուք պարզապես մի կանգ առեք այդ անվերջ ճանապարհորդության մեջ։ Բայց եթե յուրաքանչյուր ատոմ փոխարինվում է, ապա ի՞նչն է մնում։ Ի՞նչն է այն, ինչը դարձնում է ձեզ ձեզ։ Սա հարցն է, որը տանջել է փիլիսոփաներին հազարամյակներ շարունակ։ Հին հույները կոչում էին դա Թեսևսի նավի պարադոքս։ Պատմությունը պարզ է։ Թեսևսը, Աթենքի լեգենդար թագավորը, վերադարձավ Կրետեից իր նավով, սպանելով Մինոտավրոսին։ Աթենացիները որոշեցին պահպանել նավը որպես հուշարձան, բայց տարիների ընթացքում տախտակները սկսեցին ափտել։ Մեկը փոխարինեցին, ապա մեկ ևս մեկը, ապա մեկ ևս մեկը։ 100 տարի անց յուրաքանչյուր տախտակ, յուրաքանչյուր մեղ, յուրաքանչյուր պարան փոխարինված էր նորով։ Հարց, որը տանջում էր փիլիսոփաներին, արդյոք դա դեռ Թեսևսի նավն էր։ Անգլիացի փիլիսոփա Թոմաս Հոբսը 17-րդ դարում ավելացրեց պարադոքսին նոր շերտ։ Նա հարցրեց. ինչ կլիներ, եթե ինչ-որ մեկը հավաքեր բոլոր հին տախտակները եւ կառուցեր նավ դրանցից։ Որ նավն է իսկական Թեսևսի նավը։ Նորը, որը ունի նույն ձևը եւ գործառույթը, թե հինը, որը ունի բնօրինակ նյութը։ Դուք Թեսևսի նավն եք։ Յուրաքանչյուր 7 տարին մեկ լիովին վերակառուցված։ Բայց ի տարբերություն նավի, ձեր հին տախտակները չեն հավաքվում որևէ տեղ։ Դրանք ցրվում են տիեզերքում։ Ածխածինը ձեր մկաններից դառնում է ածխաթթու գազ, 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 բայց ջրվեժը մնում է։ Նույնը ձեզ հետ։ Ատոմները փոխվում են, բայց օրինաչափությունը, տեղեկատվությունը, կառուցվածքը մնում են։ Բայց ո՞րն է այդ օրինաչափությունը։ Որտեղ է պահվում այն։ Պատասխանը գտնվում է ձեր բջիջների միջուկներում, ԴՆԹ մոլեկուլների մեջ։ Ձեր ԴՆԹ-ն հրահանգների ձեռնարկ է, որը պարունակում է 3 միլիարդ տառ։ 3 միլիարդ։ Եթե դուք տպեիք այն գրքում, այն լիներ 200 հատոր, յուրաքանչյուրը 500 էջ։ Այս հրահանգները ասում են ձեր բջիջներին, թե ինչպես կպառուցել սպիտակուցներ, ինչպես բաժանվել, ինչպես գործել։ Բայց նույնիսկ ձեր ԴՆԹ-ն չի մնում անփոփոխ։ Յուրաքանչյուր անգամ, երբ բջիջը բաժանվում է, այն պետք է պատճենի ԴՆԹ-ն։ Յուրաքանչյուր պատճենում կատարվում են սխալներ, փոքր սխալներ, բայց սխալներ։ Ձեր մարմինն ունի մեխանիզմներ ուղղելու այդ սխալները, բայց ոչ բոլորը։ Ժամանակի ընթացքում սխալները կուտակվում են։ Սա այն է, ինչ մենք կոչում ենք ծերացում։ Դյուքի համալսարանի գենետիկոս Վադիմ Գլադիշևը
Հայտնաբերել է, որ 65 տարեկան մարդու բջիջները պարունակում են միջինում 6000 մուտացիա, որոնք չկային ծննդյան պահին։ 6000 փոփոխություն ձեր գենետիկ կոդում։ Դուք ոչ միայն ֆիզիկապես այլ մարդ եք, քան 10 տարի առաջ։ Դուք գենետիկապես այլ մարդ եք։ Բայց ահա ամենաապշեցուցիչը։ Ձեր նեյրոնները, բջիջները, որոնք կազմում են ձեր ուղեղը և պահպանում ձեր հիշողությունները, գրեթե երբեք չեն փոխարինվում։ Գրեթե երբեք։ Շվեդ գիտնական Կիրստի Սպալդինգը հայտնաբերել է, որ հիպոկամպում, ուղեղի այն մասում, որը պատասխանատու է հիշողության համար, ծնվում են նոր նեյրոններ, ծնվում են նոր նեյրոններ, ծնվում են նոր նեյրոններ, ծնվում են նոր նեյրոններ, ծնվում են նոր նեյվում են, նոր նեյրոններ, ծնվում են նոր նեյրոններ, երոններ, ծնվում են նոր նեյրոններ, 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 ծնվում են նորվում են, նոր նեյրոններ, ծնվում են նոր նեյրոններ, երոններ, ծնվում են նոր նեյրոններ, 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 ծնվում են յուրաքանչյուր մտքի հետք։ Բայց նույնիսկ նեյրոնները փոխվում են։ Ոչ թե ամբողջ բջիջը, այլ դրա բաղադրիչները։ Սպիտակուցները երենեյրոնի ներսում փոխարինվում են յուրաքանչյուր մի քանի շաբաթը մեկ։ Լիպիդները թաղանթում մի քանի օրը մեկ։ Նույնիսկ ատոմները ԴՆԹ-ում փոխարինվում են ժամանակի ընթացքում։ Նեյրոնը, որը պահպանում է ձեր առաջին հիշողությունը մանկուց, ֆիզիկապես լիովին այլ նեյրոն է, քան այն, որը ստեղծել է այդ հիշողությունը։ Մտածեք դրա մասին։ Հիշողությունը, որը դուք ունեք ձեր 5-րդ ծննդյան օրվա մասին, պահպանված է նեյրոնում, որի ոչ մի ատոմ չի եղել այնտեղ այդ օրը։ Հիշողությունը փոխանցվել է ատոմից ատոմի, մոլեկուլի, մոլեկուլից մոլեկուլի, ինչպես բոցը փոխանցվում է մոմից մոմի։ Բոցը մնում է, բայց մոմը այրվում է։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի նեյրոգիտնական Սուսումու Տոնեգավան ցույց տվեց, որ հիշողությունները պահպանվում են սինապսներում, կապերում նեյրոնների միջև։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք հիշում եք ինչ-որ բան, դուք փոխում եք այդ կապերը։ Հիշողությունը ոչ թե ֆիքսված ֆայլ է, որը պահվում է ուղեղում։ Այն կենդանի, փոփոխվող գործընթաց է։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք հիշում եք ձեր մանկությունը, դուք փոքր-ինչ վերագրում եք այն։ Սա նշանակում է, որ ձեր հիշողությունները ոչ միայն պահպանվում են փոխվող նյութական հենքի վրա, այլև ինքնին փոխվում են յուրաքանչյուր անգամ, և դուք դիմում եք դրանց։ Անցյալը, որը դուք հիշում եք, ոչ թե ֆոտոգրաֆիա է, այն վեպ է, որը դուք վերագրում եք յուրաքանչյուր անգամ, երբ կարդում եք այն։ Բայց եթե ամեն ինչ փոխվում է, ատոմները, բջիջները, նույնիսկ հիշողությունները, ապա ի՞նչն է մնում։ Ի՞նչն է այն, ինչը դարձնում է ձեզ։ Պատասխանը կարող է լինել ոչ թե ինչ, այլ ինչպես։ Դուք ոչ թե առարկա եք, դուք գործընթաց եք։ Պատկերացրեք վառվող մոմը։ Բոցը կա, դուք կարող եք տեսնել այն, զգալ դրա ջերմությունը, բայց ինչ է բոցը։ Դա ոչ թե առարկա է, դա քիմիական ռեակցիայի գործընթաց է։ Մոմի մոլեկուլները բարձրանում են, միանում են թթվածնին, արձակում են էներգիա, լույսի և ջերմության տեսքով։ Բոցը գոյություն ունի միայն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է այդ գործընթացը։ Կանգնեցրեք գործընթացը, և բոցը անհետանում է։ Դուք բոցն եք, ոչ թե մոմը, այլ բոցը։ Դուք գործընթաց եք, որը շարունակվում է, քանի դեռ ատոմները հոսում են ձեր միջով ճիշտ օրինաչափությամբ։ Ձեր մարմինը ոչ թե կոնտեյներ է, որը պարունակում է ձեզ, այն գործընթացն է ինքը։ Օքսֆորդի համալսարանի փիլիսոփա Դերեկ Պարֆիտը տասնամյակներ ծախսեց մտածելով անձնավորության մասին։ Նա եկավ եզրակացության, որ եսը պարզապես հարմարավետ ֆիկցիա է։ Չկա կենտրոնական ես, որը տիրապետում է ձեր մարմնին։ Կա միայն շարունակական գործընթաց, մտքեր, զգացումներ, հիշողություններ, որոնք հոսում են մեկից մյուսը։ Նա առաջարկեց մտքային փորձ։ Պատկերացրեք, որ գիտնականները ստեղծել են մեքենա, որը կարող է սկանավորել ձեր ուղեղը ատոմ առ ատոմ, ապա վերակառուցել այն Մարսում։
Բնօրինակը երկրի վրա ոչնչացվում է նույն պահին, երբ պատճենը ակտիվանում է Մարսում։ Մարսյան տարբերակը ունի ձեր բոլոր հիշողությունները, ձեր անձնավորությունը, ձեր մտքերը։ Արդյոք դա դուք եք։ Պարֆիտի պատասխանը հարցը սխալ է ձևակերպված։ Չկա դուք, որը կարող է տեղափոխվել կամ պատճենվել, կա միայն գործընթացների շարունակականություն։ Եթե այդ շարունակականությունը պահպանվում է, անկախ նյութական հենքից, ապա անձնավորությունը շարունակվում է։ Բայց դուք չեք պետք տելեպորտացիա, փորձելու այս պարադոքսը։ Այն տեղի է ունենում ձեզ հետ հենց հիմա։ Յուրաքանչյուր 7 տարին մեկ դուք տելեպորտանում եք նոր մարմնի մեջ։ Շարունակականությունը պահպանվում է ոչ թե նյութի, այլ տեղեկատվության, օրինաչափության, գործընթացի միջոցով։ Բայց եկեք խորանանք, եկեք տեսնենք, թե ինչպես է այս անհավատալի վերափոխումը տեղի ունենում ձեր մարմնի յուրաքանչյուր անկյունում։ Որովհետև ոչ բոլոր բջիջները փոխարինվում են նույն արագությամբ։ Ձեր մարմինը ժամանակի քարտեզ է, որոշ մասեր թարմանում են ժամերում, մյուսները տասնամյակներում։ Եվ այս տարբերությունը բացահայտում է ինչ-որ խորը, կյանքի բնույթի մասին։ Ձեր աչքերի եղջերաթաղանթը, այն բարակ շերտը, որը ծածկում է ձեր աչքի առջևի մասը, լիովին թարմանում է յուրաքանչյուր 7 օրը մեկ։ 7 օր։ Աշխարհը, որը դուք տեսնում եք այս շաբաթ, անցնում է լիովին նոր պատուհանի միջով, քան անցյալ շաբաթ, բայց դուք երբեք չեք նկատում անցումը։ Հին բջիջները մեռնում են և թափվում են ձեր արցունքների հետ, նորերը բարձրանում են ներքևից, անխափան, անընդհատ։ Դուք չեք տեսնում փոփոխությունը, որովհետև փոփոխությունը ինքը տեսողության մեխանիզմն է։ Ձեր լյարդը, այս քիմիական գործարանը, որը մշակում է յուրաքանչյուր նյութ, որը մտնում է ձեր մարմին, ավելի դանդաղ է։ Լյարդի բջիջները, հեպատոցիտները, ապրում են միջինում 365 օր, 1 տարի։ Բայց ահա հրաշքը, եթե դուք վնասեք ձեր լյարդը, եթե հեռացնեք դրա կեսը վիրահատության ժամանակ, այն կվերականգնվի ամբողջությամբ 6 ամսում։ 6 ամիս։ Ձեր լյարդը կարող է վերածնվել, ինչպես Պրոմեթևսի լյարդը հունական առասպելում, որը արծիվը կերավ ամեն օր և այն աճում էր նորից ամեն գիշեր։ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի հեպատոլոգ Մարկուս Գրոմպեն ուսումնասիրել է լյարդի վերականգնման մեխանիզմները 30 տարի։ Նա հայտնաբերել է, որ լյարդի բջիջները կարող են բաժանվել և բազմանալ այնքան արագ, որ լյարդը կրկնապատկում է իր չափը ընդամենը 2 շաբաթում։ Բայց ահա տարօրինակը։ Նորմալ պայմաններում դրանք բաժանվում են շատ դանդաղ։ Կարծես լյարդը գիտի, թե երբ պետք է շտապել և երբ սպասել։ Ձեր ոսկորները պատմում են այլ պատմություն։ Դրանք թվում են ամենաամուր, ամենամշտական բաները ձեր մարմնում։ Երբ մարդը մեռնում է, ամեն ինչ քայքայվում է՝ մկանները, օրգանները, մաշկը, բայց ոսկորները մնում են։ Դրանք կարող են պահպանվել հազարավոր տարիներ, բայց ձեր կենդանի ոսկորները ամենևին էլ մշտական չեն։ Դրանք անընդհատ քանդվում և վերակառուցվում են։ Ձեր ոսկորներում կան 2 տեսակի ոսկորներ՝ բջիջներ, օստեոկլաստներ և օստեոբլաստներ։ Օստեոկլաստները քանդում են հին ոսկորային հյուսվածքը, օստեոբլաստները կառուցում են նորը։ Դրանք աշխատում են անընդհատ, քայլ առ քայլ, միկրոն առ միկրոն։ Յուրաքանչյուր 10 տարին մեկ ձեր ամբողջ կմախքը լիովին փոխարինված է։ 10 տարի։ Եթե դուք 40 տարեկան եք, դուք ունեք ձեր 4-րդ կմախքը։ Բայց ինչու է սա տեղի ունենում։ Ինչու է մարմինը ծախսում այսքան էներգիա քանդելու և վերակառուցելու ինչ-որ բան, որը թվում է լիովին գործող։ Պատասխանը գտնվում է ֆիզիկայի մեջ։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք քայլում եք, վազում եք, ցատկում եք, ձեր ոսկորները ենթարկվում են սթրեսի։ Փոքրիկ ճաքեր հայտնվում են կմախքում, անտեսանելի, միկրոսկոպիկ, բայց դրանք կուտակվում են։ Եթե ձեր մարմինը չվերանորոգեր ոսկորները, դրանք կթուլանային և կջարդվեին։ Հարվարդի բժշկական դպրոցի օրթոպեդ Ջուլի Գլովացկին ուսումնասիրել է տիեզերագնացներին, ովքեր վերադարձել են երկարատև առաքելություններից։ Անձրևազրկության պայմաններում, երբ ոսկորները չեն կրում քաշ, օստեոկլաստները շարունակում են քանդել հին ոսկորը, բայց օստեոբլաստները դանդաղում են։ Տիեզերագնացները կորցնում են 1% իրենց ոսկորային զանգվածի ամեն ամիս, 6 ամսում 6%։ Դրանք վերադառնում են երկիր ավելի թույլ ոսկորներով, քան մեկնել էին։ Սա ցույց է տալիս ինչ-որ հիմնարար։ Ձեր մարմինը չի պարզապես փոխարինում բջիջները ավտոմատ ռեժիմով։ Այն արձագանքում է միջավայրին։ Այն զգում է սթրեսը, ճնշումը, օգտագործումը և հարմարվում է։
Ձեր ոսկորները ավելի ամուր են այն տեղերում, որտեղ դրանք կրանք կրում են ավելի շատ քաշ։ Թենիսիստների հարվածող ձեռքի ոսկորները 20%-ով ավելի խիտ են, քան մյուս ձեռքինը։ 20%։ Նույն մարդ, նույն գեները, բայց տարբեր ոսկորներ, որովհետև դրանք ապրել են տարբեր կյանք։ Հիմա եկեք խոսենք ձեր սրտի մասին։ Այս մկանը, որը բաբախում է միջինում 100,000 անգամ օրական, 2 միլիարդ 500 միլիոն անգամ կյանքի ընթացքում։ Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, որ սրտի մկանային բջիջները, կարդիոմիոցիտները, երբեք չեն փոխարինվում։ Դուք ծնվում եք որոշակի քանակությամբ, եւ դրանք պետք է տևեն ամբողջ կյանքը։ Բայց 2009 թվականին Կարոլինսկա ինստիտուտի Օլաֆ Բերգմանը հայտնաբերեց ինչ-որ անհավատալի։ Օգտագործելով նույն ռադիոակտիվ ածխածնի մեթոդը, որը Ֆրիսենը օգտագործել էր, նա ցույց տվեց, որ սրտի բջիջները փոխարինվում են։ Դանդաղ, շատ դանդաղ, բայց փոխարինվում են։ 25 տարեկանում դուք փոխարինում եք 1% ձեր սրտի բջիջների ամեն տարի, 75 տարեկանում կես տոկոս։ Դա նշանակում է, որ ձեր կյանքի ընթացքում դուք փոխարինում եք ձեր սրտի բջիջների կեսից պակասը։ Կես սիրտ։ Մտածեք դրա մասին։ Սիրտը, որը բաբախում է ձեր կրծքավանդակում հիմա, կիսով չափ բաղկացած է բջիջներից, որոնք ծնվել են ձեզ հետ, եւ կիսով չափ բջիջներից, որոնք ծնվել են ձեր կյանքի ընթացքում։ Դուք կրում եք կիսով չափ բնօրինակ սիրտ։ Սա բացատրում է, թե ինչու են սրտի հիվանդությունները այդքան վտանգավոր։ Սրտի բջիջները վերականգնվում են այնքան դանդաղ, որ վնասվածքը կարող է մնալ ամբողջ կյանքի համար։ Բայց ահա հարցը, որը տանջում է կարդիոլոգներին։ Ինչու է սիրտը վերականգնվում այդքան դանդաղ։ Ինչու չի կարող այն վերականգնվել, ինչպես լյարդը կամ մաշկը։ Պատասխանը կարող է լինել այն, որ սրտի բջիջները չափազանց մասնագիտացված են։ Դրանք պետք է կծկվեն եւ թուլանան 100,000 անգամ օրական, կատարյալ համաժամացմամբ։ Մեկ սխալ, մեկ անհամաժամ կծկում եւ սիրտը կարող է կանգ առնել։ Այսպիսի բարդ ճշգրիտ մեխանիզմը դժվար է վերարտադրել։ Դյուկի համալսարանի Ստամոքս աղիքային տրակտի մասնագետ Դեբեր Դերսեն ուսումնասիրել է աղիքների պատերի բջիջները, էնտերոցիտները։ Սրանք ամենաարագ փոխարինվող բջիջներն են ձեր մարմնում։ 5 օր։ Բայց ինչու։ Որովհետև դրանք գտնվում են ամենաթշնամական միջավայրում ձեր մարմնում։ Ձեր աղիքները լի են թթուներով, ֆերմենտներով, բակտերիաներով։ Յուրաքանչյուր կերակուր, որը դուք ուտում եք, հարձակվում է այդ բջիջների վրա։ Դրանք պետք է լինեն զոհաբերական։ Պատկերացրեք ձեր աղիքները որպես ափ, որը անընդհատ լվացվում է ալիքներով։ Ալիքները քայքայում են ավազը, բայց նոր ավազ անընդհատ լվացվում է, ափ փոխարինելու հինը։ Ափը մնում է, բայց ավազը փոխվում է։ Ձեր աղիքների պատերը նույն ափն են, անընդհատ վերականգնվող, անընդհատ թարմացվող։ Բայց ահա ամենաապշեցուցիչը։ Ձեր աղիքների բջիջները ծնվում են հատուկ գործարաններում, կոչվում են աղիքային կրիպտներ։ Սրանք փոքրիկ գրպանիկներ են աղիքների պատերում, որտեղ Ստամոքս աղիքային տրակտի ցողունային բջիջները անընդհատ բաժանվում են։ Յուրաքանչյուր կրիպտ արտադրում է հազարավոր նոր բջիջներ օրական։ Այդ բջիջները բարձրանում են դեպի մակերես, ապրում են իրենց կարճ կյանքը, կլանելով սննդանյութեր, ապա մեռնում են եւ թափվում են աղիքների խոռոչի մեջ։ Սա նշանակում է, որ ձեր աղիքների ներսում անընդհատ ձյուն է տեղում մեռած բջիջներից։ Յուրաքանչյուր օր դուք կորցնում եք 200 միլիարդ աղիքային բջիջ։ 200 միլիարդ։ Դրանք անցնում են ձեր մարմնի միջով եւ դուրս են գալիս։ Դուք բառացիորեն թափում եք ձեր ներսը։ Կեմբրիջի համալսարանի ցողունային բջիջների մասնագետ Հանս Կլիվերսը հայտնաբերել է, որ աղիքային կրիպտները պարունակում են ցողունային բջիջներ, որոնք կարող են վերականգնել ամբողջ աղիքային պատը։ Եթե դուք վնասեք ձեր աղիքները, թունավորմամբ, հիվանդությամբ, այդ ցողունային բջիջները ակտիվանում են եւ սկսում են արագ բաժանվել, վերականգնելու վնասվածքը։ Դրանք ձեր մարմնի շտապ օգնության թիմն են, բայց ահա պարադոքսը։ Այդ ցողունային բջիջները ինքնին հազվադեպ են բաժանվում նորմալ պայմաններում։ Դրանք սպասում են։ Դրանք պահում են իրենց ուժը արտակարգ իրավիճակների համար։ Բայց ինչպես են դրանք իմանում, թե երբ պետք է արթնանալ։ Ինչպես են դրանք զգում վնասվածքը։ Պատասխանը գտնվում է քիմիական ազդանշանների բարդ ցանցում, որը շրջապատող բջիջները ուղարկում են, երբ ինչ-որ բան սխալ է։ Սա ցույց է տալիս, որ ձեր մարմինը ոչ թե պարզապես մեքենա է, որը փոխարինում է մասերը ժամանակացույցով։ Այն խելացի համակարգ է, որը անընդհատ մոնիտորինգ է անում, գնահատում է վնասվածքը
եւ որոշում է, թե որտեղ եւ երբ ուղարկել վերանորոգման ռեսուրսները։ Ձեր մարմինը ունի տնտեսություն, բջիջների տնտեսություն, բծություն, որտեղ ռեսուրսները բաշխվում են ըստ անհրաժեշտության։ Հիմա եկեք խոսենք ձեր թոքերի մասին։ Յուրաքանչյուր շունչ, որը դուք վերցնում եք, բերում է թթվածին ձեր մարմին եւ հեռացնում ածխաթթու գազ։ Այս փոխանակումը տեղի է ունենում ալվեոլներում, փոքրիկ օդային պարկերում ձեր թոքերի խորքում։ Ձեր թոքերը պարունակում են շուրջ 2000 միլիոն օդային պարկեր, 500 միլիոն ալվեոլ, 500 միլիոն։ Եթե դուք տարածեիք դրանք հարթ մակերեսի վրա, դրանք ծածկեին թենիսի կորտի չափի տարածք։ Ալվեոլների պատերը ծածկված են երկու տեսակի բջիջներով։ Առաջին տիպի բջիջները շատ բարակ են, թույլ տալու թթվածնին եւ ածխաթթու գազին հեշտությամբ անցնել։ Դրանք փոխարինվում են յուրաքանչյուր 8 օրը մեկ։ Երկրորդ տիպի բջիջները արտադրում են սուրֆակտանտ, նյութ, որը թույլ չի տալիս ալվեոլներին փլուզվել։ Դրանք ապրում են ավելի երկար, մի քանի շաբաթ։ Բայց ահա տարօրինակը։ Եթե դուք ծխում եք, այդ բջիջները փոխարինվում են ավելի արագ։ Ծուխը վնասում է դրանք, եւ ձեր մարմինը փորձում է հասցնել վերանորոգել։ Բայց եթե վնասվածքը շատ արագ է, վերանորոգման համակարգը չի հասցնում։ Բջիջները սկսում են սխալներ թույլ տալ, երբ բաժանվում են։ Այդ սխալները կուտակվում են։ Սա այն է, ինչ մենք կոչում ենք քաղցկեղ։ Քաղցկեղը իր էությամբ բջիջների փոխարինման համակարգի խափանում է։ Նորմալ բջիջը բաժանվում է, երբ անհրաժեշտ է, եւ մեռնում է, երբ հին է կամ վնասված։ Քաղցկեղային բջիջը կորցրել է այդ կարգավորումը։ Այն բաժանվում է անընդհատ, երբեք չմեռնում։ Այն անմահ է, բայց այդ անմահությունը սպանում է օրգանիզմը, որտեղ այն ապրում է։ Ջոնս Հոփկինսի համալսարանի օնկոլոգ Բերտ Վոգլշտայնը ուսումնասիրել է, թե ինչպես են կուտակվում մուտացիաները, որոնք հանգեցնում են քաղցկեղի։ Նա հայտնաբերել է, որ միջին հաշվով անհրաժեշտ է 6 կամ 7 հիմնական մուտացիա, որպեսզի նորմալ բջիջը դառնա քաղցկեղային։ 6 կամ 7 սխալ բջջի բաժանման ծրագրում։ Այդ սխալները կուտակվում են տարիների, երբեմն տասնամյակների ընթացքում։ Սա բացատրում է, թե ինչու է քաղցկեղը հիմնականում ծերության հիվանդություն։ Ոչ թե որովհետև ձեր իմունային համակարգը թուլանում է, թեև դա նույնպես դեր է խաղում, այլ որովհետև յուրաքանչյուր բջիջային բաժանում հնարավորություն է սխալի համար, եւ ավելի շատ բաժանումներ նշանակում են ավելի շատ հնարավորություններ սխալների համար։ Ձեր մարմինը խաղում է ռուսական ռուլետ յուրաքանչյուր անգամ, երբ բջիջը բաժանվում է, եւ ժամանակի ընթացքում հավանականությունները կուտակվում են։ Բայց ձեր մարմինն ունի պաշտպանություն։ Յուրաքանչյուր բջիջ պարունակում է մեխանիզմներ հայտնաբերելու եւ ուղղելու ԴՆԹ-ի սխալները։ Եթե սխալը չափազանց մեծ է, բջիջը ինքնասպանվում է։ Այո, ձեր բջիջները կարող են ինքնասպանվել։ Այս գործընթացը կոչվում է ապոպտոզ, ծրագրավորված բջջային մահ։ Յուրաքանչյուր օր ձեր մարմնում ինքնասպանվում են 50 միլիարդից 100 միլիարդ բջիջ։ 50 միլիարդից 100 միլիարդ։ Պատկերացրեք։ Հենց այս պահին, երբ դուք կարդում եք այս նախադասությունը, ձեր մարմնում 1 միլիոն բջիջ ինքնասպանվում է յուրաքանչյուր վայրկյան։ Դրանք հայտնաբերել են, որ ինչ-որ բան սխալ է, ԴՆԹ-ում սխալ, վիրուսային վարակ, պարզապես ծերություն։ Եվ դրան որոշում մեռնել, պաշտպանելու ձեզ։ Դրանք զոհաբերվում են ավելի մեծ բարիքի համար։ Ստենֆորդի համալսարանի բջջային կենսաբան Ջերալդ Էվանը նկարագրել է ապոպտոզը որպես բջջային ինքնազոհողություն։ Բջիջը ակտիվորեն քանդում է իր սեփական կառուցվածքները։ Այն կտրում է իր ԴՆԹ-ն փոքր կտորների, քանդում է իր օրգանելները, փաթեթավորում է իր բովանդակությունը փոքր պղպճակների մեջ, որոնք հեշտությամբ կարող են կլանվել մակրոֆագների կողմից, ձեր իմունային համակարգի մաքրող բջիջները։ Ամբողջ գործընթացը տևում է 2 ժամից 24 ժամ, եւ այն այնքան կարգավորված է, որ գրեթե ոչ մի բորբոքում չի առաջանում։ Սա տարբերվում է նեկրոզից, բջջային մահվան այլ ձևից, որը տեղի է ունենում, երբ բջիջը վնասվում է արտաքին գործոնով։ Նեկրոզի ժամանակ բջիջը պայթում է, դրա բովանդակությունը թափվում է շրջակա հյուսվածքի մեջ, առաջացնում է բորբոքում։ Ապոպտոզը հանգիստ, կարգավորված, քաղաքակիրթ մահ է։ Նեկրոզը բռնի, քաոսային, վնասակար մահ է։ Բայց ահա հարցը. ինչպես է բջիջը որոշում, թե երբ մեռնել։ Ինչպես է այն իմանում, որ ժամանակն է եկել։ Պատասխանը գտնվում է ազդանշանների բարդ ցանցում։ Բջիջը անընդհատ ստուգում է իր ԴՆԹ-ն վնասվածքի համար։ Այն լսում է ազդանշաններ շրջակա բջիջներից։
Այն չափում է իր տարիքը, հաշվելով թե քանի անգամ է բաժանվել։ Եթե ինչ-որ բան սխալ է, բջիջը ստանում է մահվան ազդանշան։ Այդ ազդանշանը ակտիվացնում է կասկած սպիտակուցների, որոնք կոչվում են կասպազներ։ Կասպազները մոլեկուլային մկրատներ են։ Դրանք կտրում են այլ սպիտակուցներ, որոնք կտրում են ևս այլ սպիտակուցներ, ստեղծելով շղթայական ռեակցիա։ Մի քանի ժամում բջիջը լիովին քանդված է ներսից։ Բայց ահա ամենաապշեցուցիչը։ Քաղցկեղային բջիջները սովորել են անտեսել մահվան ազդանշանը։ Դրանք կորցրել են կարողությունը ինքնասպանվել։ Դրանք դարձել են անմահ, բայց ոչ այն իմաստով, որ մենք սովորաբար մտածում ենք անմահության մասին։ Դրանք անմահ են, որովհետև չեն կարող մեռնել, նույնիսկ երբ պետք է։ Հենրիետա Լաքսի պատմությունը կատարյալ օրինակ է։ Հենրիետան աֆրոամերիկուհի կին էր, ով մահացավ արգանդի վզիկի քաղցկեղից 1951 թվականին, 31 տարեկան հասակում։ Բայց նրա քաղցկեղային բջիջները, որոնք վերցվել էին նրա մարմնից առանց նրա իմացության, շարունակեցին ապրել լաբորատորիայում։ Դրանք դարձան HeLa բջիջների գիծը, առաջին անմահացած մարդկային բջիջները։ Այսօր, 72 տարի անց, HeLa բջիջները դեռ ապրում են լաբորատորիաներում ամբողջ աշխարհում։ Դրանք օգտագործվել են հազարավոր հետազոտություններում։ Դրանք օգնել են մշակել պոլիոյի պատվաստանյութը, ուսումնասիրել քաղցկեղը, փորձարկել դեղամիջոցներ։ Գիտնականները գնահատում են, որ եթե դուք կշռեիք բոլոր HeLa բջիջները, որոնք երբևէ աճեցվել են, դրանք կշռեին ավելի լի քան 50 միլիոն տոննա։ 50 միլիոն տոննա։ Հենրիետա Լաքսը կշռում էր 55 կիլոգրամ։ Սա նշանակում է, որ Հենրիետայի բջիջները, որոնք մեկ ժամանակ եղել են նրա մարմնի մաս, այժմ գոյություն ունեն ավելի մեծ զանգվածով, քան ողջ մարդկության զանգվածը։ Նա մահացել է, բայց նրա բջիջները անմահ են։ Արդյոք նա դեռ ապրում է այդ բջիջների մեջ։ Արդյոք դրանք դեռ Հենրիետան են։ Սա մեզ վերադարձնում է հիմնական հարցին։ Եթե ձեր բջիջները կարող են ապրել առանց ձեզ, եթե դրանք կարող են դառնալ անմահ, երբ դուք մեռնում եք, ապա ի՞նչն է դուք։ Արդյոք դուք ձեր բջիջներն եք, թե ինչ-որ բան ավելին։ Պատասխանը կարող է գտնվել ոչ թե բջիջներում, այլ դրանց միջև կապերում։ Ձեր մարմինը ոչ թե բջիջների հավաքածու է, այն բջիջների համայնք է, որտեղ յուրաքանչյուր բջիջ շփվում է հարյուրավոր այլ բջիջների հետ, փոխանակում է ազդանշաններ, համակարգում է գործողություններ։ Ձեր մարմինը ավելի շատ նման է քաղաքի, քան շենքի։ Եվ ինչպես քաղաքը սահմանվում է ոչ թե շենքերով, այլ դրանց միջև կապերով, ճանապարհներով, հաղորդակցությամբ, փոխազդեցություններով, այնպես էլ դուք սահմանվում եք ոչ թե ձեր բջիջներով, այլ դրանց միջև կապերով։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համակարգերի կենսաբան Ալեքս Պենտլանդը նկարագրել է մարդու մարմինը որպես կենդանի ցանց։ Յուրաքանչյուր բջիջ հանգույց է այդ ցանցում։ Կապերը քիմիական ազդանշաններ, հորմոններ, նեյրոտրանսմիտերներ, տեղեկատվության հոսքեր են, որոնք համակարգում են ամբողջ համակարգը։ Երբ բջիջը մեռնում է եւ փոխարինվում է նորով, կապերը վերակառուցվում են։ Ցանցը մնում է, նույնիսկ երբ հանգույցները փոխվում են։ Սա նման է ինտերնետին։ Ինտերնետը գոյություն ունի ոչ թե որպես ֆիզիկական առարկա, այլ որպես կապերի ցանց, սերվերների միջև։ Սերվերները կարող են փոխարինվել, թարմացվել, անջատվել, բայց ինտերնետը շարունակում է գոյություն ունենալ, քանի դեռ կապերը պահպանվում են։ Նույնը ձեզ հետ։ Ձեր բջիջները սերվերներն են։ Ձեր գիտակցությունը, ձեր անձնավորությունը, ձեր եսը ցանցն է։ Բայց ցանցը նույնպես փոխվում է։ Յուրաքանչյուր նոր փորձառություն, յուրաքանչյուր նոր հիշողություն, յուրաքանչյուր նոր մտք փոխում է կապերը ձեր ուղեղում։ Նեյրոնները, որոնք միասին կրակում են, միասին են միանում։ Սա նեյրոբիոլոգիայի հիմնական սկզբունքն է։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք մտածում եք որոշակի մտքի մասին, դուք ամրացնում եք այդ մտքի նեյրոնային ուղին։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք կատարում եք որոշակի գործողություն, դուք դադարեցնում եք այդ գործողությունը ավելի հեշտ հաջորդ անգամ։ Սա նշանակում է, որ դուք փոխվում եք ոչ միայն ֆիզիկապես, այլև մտավոր։ Մարդը, որը դուք եք այսօր, տարբերվում է մարդուց, որը դուք էիք 10 տարի առաջ։ Ոչ միայն ատոմների, այլև մտքերի, հավատալիքների, սովորությունների մակարդակով։ Ձեր անցյալի եսը օտար է ձեզ այնքան, որքան օտար կլիներ այլ մարդ։ Բայց ահա պարադոքսը։ Թեև ամեն ինչ փոխվում է, ինչ որ բան մնում է։ Կա շարունակականություն, որը տարածվում է ձեր ամբողջ կյանքի վրա։
Դուք հիշում եք ձեր մանկությունը, դուք ճանաչում եք ձեր անունը, դուք զգում եք, որ դուք նույն անձն եք, որը եղել եք միշտ։ Ինչպես է հնարավոր, եթե ամեն ինչ փոխվել է։ Պատասխանը կարող է լինել այն, որ շարունակականությունը ստեղծվում է ոչ թե նյութից, այլ տեղեկատվությունից։ Ձեր դնեթն տեղեկատվություն է, ձեր հիշողությունները տեղեկատվություն են, ձեր անձնավորությունը տեղեկատվություն է, և տեղեկատվությունը կարող է պահպանվել, նույնիսկ երբ նյութական հենքը փոխվում է։ Մտածեք գրքի մասին։ Դուք կարող եք այրել գիրքը, բայց եթե դուք հիշում եք պատմությունը, տեղեկատվությունը պահպանվում է։ Դուք կարող եք վերատպել գիրքը նոր թղթի վրա, նոր թանաքով, բայց պատմությունը մնում է նույնը։ Գիրքը սահմանվում է ոչ թե թղթով և թանաքով, այլ տեղեկատվությամբ, որը դրանք գրում են։ Դուք գիրք եք, ոչ թե թուղթը և թանաքը, ատոմները և մոլեկուլները, այլ պատմությունը, տեղեկատվությունը, օրինաչափությունը, կառուցվածքը։ Եվ այդ պատմությունը շարունակվում է, նույնիսկ երբ էջերը փոխարինվում են։ Բայց եկեք գնանք ավելի խորը։ Եկեք հետևենք ատոմներին, այդ անտեսանելի ճանապարհորդներին, որոնք անցնում են ձեր մարմնի միջով, որովհետև յուրաքանչյուր ատոմ, որը այս պահին ձեր մարմնում է, ունի պատմություն, որը տարածվում է ոչ թե տարիների, ոչ թե հազարամյակների, այլ միլիարդավոր տարիների վրա։ Դուք բաղկացած եք աստղային փոշուց, բառացիորեն։ Ածխածինը ձեր դնթում ծնվել է աստղի սրտում, որը պայթել է որպես սուպերնովա 5 միլիարդյարդ տարի առաջ։ 5 միլիարդ։ Այդ աստղը ապրել է միլիոնավոր տարիներ, ծուլելով ջրածին հելիումի, հելիում ածխածնի, ածխածին թթվածնի։ Յուրաքանչյուր ձուլում արձակում էր անհավատալի էներգիա, այն էներգիան, որը պահում էր աստղը փլուզումից։ Բայց վերջում վառելիքը սպառվեց։ Աստղը փլուզվեց իր սեփական ձգողության տակ, ապա պայթեց, ցրելով իր ներքին նյութը տիեզերքում։ Այդ նյութը ճանապարհորդեց միջաստղային տարածության միջով միլիոնավոր տարիներ։ Այն միացավ գազի և փոշու ամպերին։ Այդ ամպերից ծնվեցին նոր աստղեր, նոր մոլորակներ։ Մեկը այդ մոլորակներից էր Երկիրը։ Եվ այդ ածխածինը, որը մեկ ժամանակ եղել է աստղի սրտում, այժմ ձեր դնթի մեջ է, կոդավորելով հրահանգները, որոնք դարձնում են ձեզ ձեզ։ Չիկագոյի համալսարանի աստղաֆիզիկոս Վենդի Ֆրիդմանը հաշվարկել է, որ մարդու մարմնի ատոմների 97%-ը ստեղծվել է աստղերում։ 97%։ Միայն ջրածինը, ձեր մարմնի ատոմների 10%-ը ծնվել է մեծ պայթյունից 13 միլիարդ 800 միլիոն տարի առաջ։ Մնացած ամեն ինչ, ածխածինը, թթվածինը, ազոտը, կալցիումը, երկաթը ստեղծվել է աստղերում և ցրվել է տիեզերքում, երբ այդ աստղերը մահացել են։ Մտածեք դրա մասին։ Երկաթը ձեր արյան հեմոգլոբինում, որը կրում է թթվածին ձեր բջիջներին, ստեղծվել է աստղում, որը 10 անգամ ավելի մեծ էր, քան արեգակը։ Այդ աստղը ապրեց միայն մի քանի միլիոն տարի, շատ կարճ ժամանակ աստղային չափանիշներով։ Բայց այդ կարճ կյանքի ընթացքում այն ստեղծեց երկաթ, ծուլելով ավելի թեթև տարրեր իր միջուկում։ Երբ այն պայթեց, այդ երկաթը ցրվեց տիեզերքում։ Մի մասը վերջապես հասավ Երկիր, այն ներառվեց մոլորակի կազմի մեջ։ Հրաբուխները բերեցին այն մակերես, քոքայքայումը ազատեց այն ժայռերից, բույսերը կլանեցին այն հողից, կենդանիները կերան այդ բույսերը, և վերջապես այն հասավ ձեր սննդի մեջ։ Դուք կերաք այն։ Այն ներծծվեց ձեր աղիքներում, մտավ ձեր արյան հոսքի մեջ, և այժմ այն ձեր հեմոգլոբինի մեջ է, կրելով թթվածին ձեր ուղեղին, թույլ տալով ձեզ կարդալ այս նախադասությունը։ Յուրաքանչյուր ատոմ ձեր մարմնում ունի նման պատմություն։ Կալցիումը ձեր ոսկորներում ստեղծվել է աստղում, որը մահացել է միլիարդավոր տարի առաջ։ Ֆոսֆորը ձեր դնթում ծնվել է սուպերնովայի պայթյունում։ Նատրիումը ձեր նյարդերում, որը թույլ է տալիս ձեզ մտածել և զգալ, ստեղծվել է աստղում, որը գոյություն ունեցավ նախքան արեգակի ծնունդը։ Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկական կենտրոնի տնօրեն Ավի Լոեբը նկարագրել է մարդկությունը որպես տիեզերքի ինքնագիտակցության միջոց։ Տիեզերքը ստեղծել է ատոմներ աստղերում, այդ ատոմները միացել են մոլեկուլների, մոլեկուլները բջիջների, բջիջները օրգանիզմների, և այդ օրգանիզմները զարգացրել են ուղեղներ, որոնք կարող են մտածել տիեզերքի մասին։ Դուք տիեզերքն եք, հայելու մեջ նայելով ինքն իրեն։ Բայց ատոմների ճանապարհորդությունը չի ավարտվում ձեզ հետ։ Յուրաքանչյուր շունչ, որը դուք արձակում եք, ուղարկում է ածխածին մթնոլորտ։ Այդ ածխածինը կարող է կլանվել ծառի կողմից ամազոնյան անտառներում։
Այդ ծառը կարող է կերվել կենդանու կողմից։ Այդ կենդանին կարող է մեռնել եւ դառնալ հող։ Եվ այդ հողից կարող է աճել նոր բույս, որը կուտի ինչ-որ մեկը 100 տարի հետո։ Օքսֆորդի համալսարանի քիմիկոս Փիթեր Աթքինսը հաշվարկել է, որ յուրաքանչյուր շունչ, որը դուք վերցնում եք, պարունակում է մոտավորապես 1 ատոմ, որը մեկ ժամանակ եղել է Յուլիուս Կեսարի վերջին շնչում։ 1 ատոմ։ Սա թվում է անհավատալի, բայց մաթեմատիկան պարզ է։ Կեսարի վերջին շունչը պարունակում էր մոտավորապես 25 սեքստիլիոն ատոմ։ Այդ ատոմները ցրվել են ամբողջ մթնոլորտում 2000 տարվա ընթացքում։ Մթնոլորտը պարունակում է մոտավորապես 44 սեքստիլիոն ատոմ։ Երբ դուք շնչում եք, դուք վերցնում եք մոտավորապես 25 սեքստիլիոն ատոմ։ Հավանականությունը, որ դրանցից մեկը եղել է Կեսարի շնչում, գրեթե 100% է։ Բայց դա միայն սկիզբն է։ Յուրաքանչյուր շունչ, որը դուք վերցնում եք, պարունակում է ատոմներ, որոնք եղել են Բուդդայի մարմնում, Քրիստոսի մարմնում, Մուհամեդի մարմնում։ Ատոմներ, որոնք եղել են դինոզավրների մարմնում, որոնք թափառել են երկրով 65 միլիոն տարի առաջ։ Ատոմներ, որոնք եղել են առաջին բակտերիաների մարմնում, որոնք ապրել են 3 միլիարդ 500 միլիոն տարի առաջ։ Դուք կապված եք յուրաքանչյուր կենդանի էակի հետ, որը երբևէ օք է ապրել է այս մոլորակի վրա։ Ոչ միայն մետաֆորիկ իմաստով, այլ բառացիորեն, ֆիզիկապես։ Ատոմները, որոնք կազմում են ձեր մարմինը այս պահին, մեկ ժամանակ եղել են այլ մարմինների մաս, միլիարդավոր այլ մարմինների, որոնք ապրել են և մահացել են այս մոլորակի պատմության ընթացքում։ Յելի համալսարանի էկոլոգ Ստիվեն Պեյնը հաշվարկել է, որ երկրի վրա ապրել է մոտավորապես 1 տրիլիոն տեսակ։ 1 տրիլիոն։ Դրանցից 99,9%-ը անհետացել է։ Բայց ատոմները, որոնք կազմում էին այդ էակները, չեն անհետացել։ Դրանք վերամշակվել են, վերաօգտագործվել են, ներառվել են նոր կյանքի ձևերի մեջ։ Կյանքը վերամշակման ծրագիր է, տիեզերական մասշտաբով։ Բայց եկեք գնանք ավելի ետ։ Նախքան կյանքը, նախքան երկիրը, նախքան արեգակը։ Ջրածինը ձեր մարմնում, ձեր մարմնի ատոմների 10%-ը ծնվել է մեծ պայթյունից 3 րոպե հետո։ 3 րոպե։ Տիեզերքը այդ պահին էր այնքան տաք և խիտ, որ պրոտոնները և նեյտրոնները կարող էին միանալ, ստեղծելով ջրածնի միջուկներ։ Այդ ջրածինը տարածվեց տիեզերքում, հովացավ, խտացավ գազի ամպերի մեջ և վերջապես ներառվեց աստղերի, մոլորակների և ձեր մարմնի մեջ։ Սա նշանակում է, որ ջրածինը ձեր մարմնում 13 միլիարդ 800 միլիոն տարեկան է։ 13 միլիարդ 800 միլիոն։ Այն գրեթե նույնքան հին է, որքան տիեզերքը։ Այն տեսել է տիեզերքի ամբողջ պատմությունը, առաջին աստղերի ծնունդը, գալակտիկաների ձևավորումը, արեգակային համակարգի ստեղծումը, կյանքի ի հայտ գալը երկրի վրա։ Եվ այժմ այն ձեր մարմնում է, մաս կազմելով ջրի մոլեկուլի, որը լողում է ձեր արյան մեջ։ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի կոսմոլոգ Շոն Քերոլը նկարագրել է տիեզերքը որպես ատոմների վերամշակման մեքենա։ Մեծ պայթյունը ստեղծեց ջրածին և հելիում։ Աստղերը վերածեցին դրանք ավելի ծանր տարրերի, սուպերնովաները ցրեցին այդ տարրերը տիեզերքում, մոլորակները հավաքեցին դրանք, կյանքը կազմակերպեց դրանք բարդ կառուցվածքների մեջ։ Եվ երբ կենդանի էակները մեռնում են, ատոմները ազատվում են և սկսում են նոր ցիկլ։ Դուք այդ ցիկլի մաս եք։ Ոչ թե վերջնական արտադրանք, այլ ժամանակավոր կազմակերպում։ Ատոմները, որոնք կազմում են ձեզ այս պահին, եղել են անհամար այլ կազմակերպումների մաս նախքան ձեզ և կլինեն անհամար այլ կազմակերպումների մաս ձեզանից հետո։ Դուք ալիք եք ատոմների օվկիանոսում, բայց ահա ամենաապշեցուցիչը։ Ատոմները ինքնին գրեթե ամբողջովին դատարկ տարածություն են։ Եթե ատոմը լիներ ֆուտբոլի մարզադաշտի չափի, միջուկը լիներ մարմարի չափի կենտրոնում, իսկ էլեկտրոնները լինեին փոշու հատիկներ, պտտվելով մարզադաշտի եզրերում։ Մնացած ամեն ինչ 99,99999%-ը դատարկ տարածություն է։ Սա նշանակում է, որ դուք գրեթե ամբողջովին դատարկ տարածություն եք։ Եթե դուք հեռացնեիք ամբողջ դատարկ տարածությունը ձեր մարմնի ատոմներից և սեղմեիք միայն նյութը, ձեր ամբողջ մարմինը տեղավորվեր շաքարի խորանարդի մեջ։ Շաքարի խորանարդ։ Բայց այդ խորանարդը կշռեր 60 կամ 70 կիլոգրամ, որովհետև ատոմային միջուկները անհավատալի խիտ են։
Ռադգերսի համալսարանի ֆիզիկոս Ռոբերտ Միլսը հաշվարկել է, որ եթե դուք կարողանայիք սեղմել ամբողջ մարդկությունը, հեռացնելով ատոմների ներսի դատարկ տարածությունը, մենք բոլորս տեղավորվեինք շաքարի խորանարդի մեջ։ Ամբողջ մարդկությունը։ 7 միլիարդ մարդ։ Սա ցույց է տալիս, թե որքան դատարկ է նյութը իր էությամբ։ Բայց այդ դատարկ տարածությունը իրականում դատարկ չէ։ Այն լի է էլեկտրական դաշտերով, որոնք ստեղծվում են միջուկի և էլեկտրոնների կողմից։ Այդ դաշտերն են, որոնք տալիս են նյութին դրա կառուցվածքը, դրա ամրությունը, դրա ձևը։ Երբ դուք շոշափում եք սեղանը, ձեր ձեռքի էլեկտրոնները իրականում չեն շոշափում սեղանի էլեկտրոնները։ Դրանք մերժվում են էլեկտրական ուժերի միջոցով, երբեք իրականում չհպվելով։ Սա նշանակում է, որ դուք երբեք իրականում չեք շոշափել որևէ բան։ Երբ դուք նստում եք աթոռի վրա, դուք իրականում լողում եք էլեկտրական դաշտերի վրա, միլիմետրի միլիարդերորդ մասի հեռավորության վրա աթոռից։ Երբ դուք բռնում եք գնդակ, ձեր ձեռքի ատոմները և գնդակի ատոմները երբեք չեն հպվում։ Դրանք պարզապես մերժվում են այնքան ուժգնորեն, որ գնդակը չի կարող անցնել ձեր ձեռքի միջով։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի քվանտային ֆիզիկոս Սեթ Լոյդը նկարագրել է նյութը որպես էներգիայի կազմակերպված օրինաչափություն։ Ատոմները էներգիայի փաթեթներ են, կազմակերպված հատուկ օրինաչափությամբ։ Մոլեկուլները ատոմների կազմակերպված օրինաչափություններ են, բջիջները մոլեկուլների կազմակերպված օրինաչափություններ են։ Դուք օրինաչափությունների օրինաչափություն եք, տարածվող բազմաթիվ մակարդակների վրա, բայց օրինաչափությունները փոխվում են։ Քվանտային մակարդակում ատոմները անընդհատ թրթռում են, տատանվում են, փոխում են իրենց վիճակները։ Էլեկտրոնները ցատկում են մի ուղեծրից մյուսը, ֆոտոնները կլանվում և արձակվում են։ Նույնիսկ վակուումը, այն, ինչ մենք կարծում ենք որպես դատարկ տարածություն, լի է վիրտուալ մասնիկներով, որոնք անընդհատ ի հայտ են գալիս և անհետանում են։ Քվանտային դաշտերի տեսությունը ցույց է տալիս, որ վակուումը իրականում եռում է էներգիայով։ Մասնիկները և հակամասնիկները անընդհատ ստեղծվում են դատարկ տարածությունից, գոյություն ունենում են միլիարդերորդ վայրկյանի կոտորակ, ապա միանում են և անհետանում են։ Այս քվանտային փրփուրը գոյություն ունի ամենուր՝ ձեր մարմնում, ձեր շուրջը, ամբողջ տիեզերքում։ Սա նշանակում է, որ նույնիսկ վակուումը, որը բաժանում է ձեր ատոմները, կենդանի է, դինամիկ, անընդհատ փոխվող։ Դուք ոչ միայն բաղկացած եք փոխվող ատոմներից, դուք բաղկացած եք փոխվող դատարկ տարածությունից, որը բաժանում է այդ ատոմները։ Ամեն ինչ հոսք է, ամեն ինչ գործընթաց է, ոչինչ ամուր չէ։ Կոպենհագենի Նիլս Բորի ինստիտուտի քվանտային ֆիզիկոս Անտոն Ցայլինգերը ցույց տվեց, որ մասնիկները կարող են գոյություն ունենալ միաժամանակ տարբեր վիճակներում, մինչև դրանք չափվեն։ Էլեկտրոնը կարող է լինել միաժամանակ երկու տեղում։ Ֆոտոնը կարող է լինել միաժամանակ ալիք և մասնիկ։ Միայն երբ դուք դիտում եք դրանք որոշում են, թե ինչ լինել։ Սա հանգեցնում է անհավատալի եզրակացության։ Իրականությունը ոչ թե ֆիքսված, օբյեկտիվ բան է, որը գոյություն ունի անկախ դիտողից։ Իրականությունը ստեղծվում է դիտման ակտի միջոցով։ Քվանտային մակարդակում դիտողը և դիտվողը անբաժանելի են։ Դուք ոչ թե պարզապես դիտում եք տիեզերքը, դուք մասնակցում եք դրա ստեղծմանը։ Բայց ահա ամենախորը պարադոքսը։ Եթե ատոմները փոխվում են, եթե նույնիսկ վակուումը փոխվում է, եթե իրականությունը ստեղծվում է դիտման միջոցով, ապա ո՞վ է դիտողը։ Ո՞վ է այն դուքը, որը դիտում է այս ամենը։ Պատասխանը կարող է լինել այն, որ դիտողը նույնպես գործընթաց է։ Ձեր գիտակցությունը ոչ թե ֆիքսված բան է, որը գոյություն ունի ձեր գլխում։ Այն ի հայտ է գալիս ձեր ուղեղի նեյրոնների միջև փոխազդեցություններից։ Յուրաքանչյուր մտք, յուրաքանչյուր զգացում, յուրաքանչյուր ընկալում արդյունք է միլիարդավոր նեյրոնների համաժամացված կրակոցների։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի նեյրոգիտնական Ջուլիո Տոնոնին մշակել է գիտակցության տեսություն, որը կոչվում է ինտեգրված տեղեկատվության տեսություն։ Ըստ այս տեսության, գիտակցությունը չությունը չափ է, թե որքան տեղեկատվություն է ինտեգրված համարքում։ Որքան ավելի բարդ են կապերը, որքան ավելի շատ տեղեկատվություն է փոխանակվում, այնքան ավելի մեծ է գիտակցությունը։ Ձեր ուղեղը պարունակում է մոտավորապես 86 միլիարդ նեյրոն։ Յուրաքանչյուր նեյրոն կապված է միջինում 7000 այլ նեյրոնների հետ։ Սա ստեղծում է
Մոտավորապես 600 տրիլիոն սինապտիկ կապ։ 600 տրիլիոն։ Այդ կապերի միջով անցնում է տեղեկատվություն, էլեկտրական իմպուլսների և քիմիական ազդանշանների տեսքով։ Այդ տեղեկատվության հոսքից ի հայտ է գալիս ձեր գիտակցությունը։ Բայց այդ հոսքը երբեք չի կանգնում։ Նույնիսկ երբ դուք քնած եք, ձեր ուղեղը ակտիվ է։ Նեյրոնները կրակում են, սինապսները փոխանցում են ազդանշաններ, տեղեկատվությունը հոսում է։ Գիտակցությունը ոչ թե անջատիչ է, որը կարելի է միացնել և անջատել։ Այն ավելի շատ նման է ռադիոյի, որը կարող է լինել տարբեր հաճախականություններում, բայց երբեք լիովին չի անջատվում։ Ուիսկոնսինի համալսարանի քնի հետազոտող Ջուլիո Տոնոնին ցույց տվեց, որ գիտակցությունը փոխվում է քնի տարբեր փուլերում։ Խոր քնի ժամանակ, երբ ուղեղի ալիքները դանդաղ և համաժամացված են, գիտակցությունը նվազում է։ REM քնի ժամանակ, երբ ուղեղի ակտիվությունը նման է արթուն վիճակին, գիտակցությունը վերադառնում է, ստեղծելով երազներ։ Գիտակցությունը սպեկտր է, ոչ թե երկուական վիճակ։ Բայց ահա ամենատարօրինակը։ Ձեր գիտակցությունը ոչ միայն փոխվում է քնի և արթնության միջև, այն փոխվում է յուրաքանչյուր վայրկյան։ Յուրաքանչյուր նոր մտք, յուրաքանչյուր նոր զգացում, յուրաքանչյուր նոր ընկալում փոխում է ձեր գիտակցության վիճակը։ Դուք երբեք չեք լինում նույն գիտակցության վիճակում երկու անգամ։ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի նեյրոգիտնական Ադամ Գազալին ուսումնասիրել է, թե ինչպես է փոխվում գիտակցությունը մեդիտացիայի ժամանակ։ Նա հայտնաբերել է, որ փորձառու մեդիտացնողները կարող են փոխել իրենց ուղեղի ալիքների հաճախականությունը կամային կերպով։ Դրանք կարող են դանդաղեցնել իրենց մտքերը, խորացնել իրենց կենտրոնացումը, փոխել իրենց գիտակցության վիճակը։ Սա ցույց է տալիս, որ գիտակցությունը ոչ թե ֆիքսված բան է։ Այն հմտություն է, որը կարելի է զարգացնել և փոխել։ Բայց եթե գիտակցությունը գործընթաց է, եթե այն անընդհատ փոխվում է, ապա ով է այն դուքը, որը փորձում է փոխել այն։ Ով է մեդիտացնողը, որը դիտում է մտքերը։ Ով է դիտողը, որը դիտում է դիտողին։ Սա մեզ բերում է բուդդիստական փիլիսոփայության հիմնական պատկերացման՝ անատման։ Անատման նշանակում է ոչ ես։ Բուդդիստները պնդում են, որ չկա մշտական, անփոփոխ ես։ Այն, ինչ մենք կոչում ենք ես, իրականում 5 անդամների ժամանակավոր հավաքածու է՝ ձև, զգացում, ընկալում, մտավոր ձևավորումներ և գիտակցություն։ Այդ անդամները անընդհատ փոխվում են, և դրանց ոչ մեկը չի կարող համարվել մշտական ես։ Օքսֆորդի համալսարանի բուդդիստական ուսումնասիրությունների պրոֆեսոր Ռիչարդ Գոմբրիչը բացատրել է, որ բուդդիստական անատման ուսմունքը ոչ թե ժխտում է գոյությունը, այն ժխտում է մշտական, անփոփոխ գոյության գաղափարը։ Դուք գոյություն ունեք, բայց ոչ թե որպես ֆիքսված էություն։ Դուք գոյություն ունեք որպես գործընթաց, որպես հոսք, որպես անընդհատ փոխվող օրինաչափություն։ Սա կատարյալ համապատասխանում է ժամանակակից գիտությանը։ Ֆիզիկան ցույց է տալիս, որ ատոմները փոխվում են։ Կենսաբանությունը ցույց է տալիս, որ բջիջները փոխվում են։ Նեյրոբիոլոգիան ցույց է տալիս, որ նեյրոնները փոխվում են, որ գիտակցությունը փոխվում է։ Ամեն ինչ հոսք է, ոչինչ մնայուն չէ։ Բայց եթե ամեն ինչ փոխվում է, ապա ինչպես է հնարավոր շարունակականությունը։ Ինչպես կարող եք դուք լինել նույն անձը, որը էիք 10 տարի առաջ, եթե յուրաքանչյուր ատոմ, յուրաքանչյուր բջիջ, յուրաքանչյուր մտք փոխվել է։ Պատասխանը կարող է լինել այն, որ շարունակականությունը ստեղծվում է ոչ թե նյութից, այլ տեղեկատվությունից։ Ձեր ԴՆՀ-ն տեղեկատվություն է, ատատվություն է, որը պատճենվում է բջիջից բջիջ։ Ձեր հիշողությունները տեղեկատվություն են, որը պահպանվում է սինապտիկ կապերում։ Ձեր անձնավորությունը տեղեկատվություն է, որը կոդավորված է ձեր ուղեղի կառուցվածքում։ Տեղեկատվությունը կարող է պահպանվել, նույնիսկ երբ նյութական հենքը փոխվում է։ Մտածեք մելոդիայի մասին։ Դուք կարող եք նվագել մելոդիան դաշնամուրով, ապա դուք կարող եք նվագել նույն մելոդիան ջութակով, ապա կիթառով, ապա երգել այն։ Յուրաքանչյուր անգամ ձայնի ալիքները տարբեր են, տարբեր հաճախականություններ, տարբեր ամպլիտուդներ, տարբեր տևողություններ, բայց մելոդիան մնում է նույնը։ Մելոդիան սահմանվում է ոչ թե ձայնի ալիքներով, այլ դրանց միջև հարաբերություններով, օրինաչափությամբ, կառուցվածքով, տեղեկատվությամբ։ Դուք մելոդիա եք։ Ատոմները փոխվում են, բայց օրինաչափությունը մնում է։ Բջիջները փոխվում են, բայց կառուցվածքը մնում է։ Մտքերը փոխվում են, բայց տեղեկատվությունը մնում է։ Դուք ոչ թե նյութ եք, դուք տեղեկատվություն եք։
կոդավորված փոխվող նյութական հենքի վրա։ Բայց տեղեկատվությունը նույնպես փոխվում է։ Յուրաքանչյուր նոր փորձառություն ավելացնում է նոր տեղեկատվություն։ Յուրաքանչյուր հիշողություն փոխում է հին տեղեկատվությունը։ Յուրաքանչյուր մտք վերակազմավորում է ձեր ուղեղի կառուցվածքը։ Տեղեկատվությունը ոչ թե ստատիկ ֆայլ է, այն կենդանի, դինամիկ, անընդհատ զարգացող համակարգ է։ Սանտա Ֆե ինստիտուտի բարդ համակարգերի տեսաբան Մյուրեյ Գելմանը նկարագրել է կյանքը որպես բարդ հարմարվողական համակարգ։ Այսպիսի համակարգերը բնութագրվում են 3 հատկանիշներով։ Դրանք բաղկացած են բազմաթիվ փոխազդող տարրերից, դրանք հարմարվում են միջավայրին և դրանք ի հայտ են բերում նոր հատկություններ, որոնք չեն կարող կանխատեսվել անհատական տարրերից։ Դուք բարդ հարմարվողական համակարգ եք։ Դուք բաղկացած եք տրիլիոնավոր բջիջներից, որոնք փոխազդում են միմյանց հետ։ Դուք հարմարվում եք ձեր միջավայրին, սովորելով, աճելով, փոխվելով։ Եվ դուք ի հայտ եք բերում գիտակցություն, հատկություն, որը չի կարող բացատրվել անհատական նեյրոնների միջոցով։ Գիտակցությունը ի հայտ է գալիս նեյրոնների միջև փոխազդեցություններից, ինչպես երաժշտությունը ի հայտ է գալիս նոտաների միջև հարաբերություններից։ Բայց ահա վերջնական պարադոքսը։ Եթե դուք բարդ հարմարվողական համակարգ եք, եթե դուք ի հայտ եք գալիս փոխազդեցություններից, ապա որտեղ են ձեր սահմանները։ Որտեղ վերջանում է դուքը և սկսվում է ոչ դուքը։ Պատասխանը կարող է լինել այն, որ սահմանները կամայական են։ Ձեր մարմինը փոխանակում է ատոմներ միջավայրի հետ յուրաքանչյուր վայրկյան։ Ձեր ուղեղը ստանում է տեղեկատվություն ձեր զգայարաններից, որոնք փոխազդում են արտաքին աշխարհի հետ։ Ձեր գործողությունները ազդում են այլ մարդկանց վրա, ովքեր ազդում են ձեր վրա։ Դուք ոչ թե մեկուսացված կղզի եք, դուք հանգույց եք փոխազդեցությունների ցանցում, որը տարածվում է ամբողջ տիեզերքի վրա։ Օքսֆորդի համալսարանի փիլիսոփա Թիմոթի Ուիլյամսոնը պաշտպանել է ընդլայնված մտքի տեսությունը։ Ըստ այս տեսության, ձեր մտքը չի սահմանափակվում ձեր գանգի ներսով, այն ընդլայնվում է ձեր գործիքների, ձեր նոթերի, ձեր սմարթֆոնի, նույնիսկ ձեր ընկերների վրա։ Երբ դուք օգտագործում եք հաշվիչ կատարելու հաշվարկ, հաշվիչը դառնում է ձեր մտքի մաս։ Երբ դուք ստուգում եք ձեր հեռախոսը հիշելու համար հանդիպման ժամանակը, հեռախոսը դառնում է ձեր հիշողության մաս։ Սա նշանակում է, որ դուքը ոչ թե ֆիքսված էություն է ձեր մաշկի ներսում։ Դուքը դինամիկ համակարգ է, որը ընդլայնվում և կծկվում է կախված համատեքստից։ Երբ դուք վարում եք մեքենա, մեքենան դառնում է ձեր մարմնի ընդլայնում։ Երբ դուք նվագում եք գործիք, գործիքը դառնում է ձեր ձեռքի ընդլայնում։ Երբ դուք կարդում եք գիրք, հեղինակի մտքերը դառնում են ձեր մտքերի մաս։ Բայց եթե ձեր սահմանները այդքան հեղուկ են, եթե դուք անընդհատ փոխանակում եք նյութ և տեղեկատվություն միջավայրի հետ, ապա արդյոք իմաստ ունի խոսել ձեր մասին որպես առանձին էության։ Գուցե ավելի ճիշտ է մտածել ձեր մասին որպես գործընթացի, տիեզերքի ինքնակազմակերպման գործընթացի, որը ժամանակավորապես ստանում է ձեր ձևը, ձեր անունը, ձեր գիտակցությունը։ Մությունը։ Սանտա Ֆե ինստիտուտի ֆիզիկոս Դեյվիդ Փիթը նկարագրել է տիեզերքը որպես հաշվողական համակարգ։ Յուրաքանչյուր մասնիկ, յուրաքանչյուր ատոմ, յուրաքանչյուր մոլեկուլ մշակում է տեղեկատվություն, փոխազդելով իր շրջապատի հետ։ Տիեզերքը հսկայական համակարգիչ է, որը հաշվարկում է իր սեփական ապագան մի քայլ առ մի քայլ, մի վայրկյան առ մի վայրկյան։ Դուք այդ հաշվարկի մաս եք։ Յուրաքանչյուր ատոմ ձեր մարմնում, յուրաքանչյուր նեյրոն ձեր ուղեղում մշակում է տեղեկատվություն, և այդ տեղեկատվության մշակումից ի հայտ է գալիս ձեր գիտակցությունը, ձեր մտքերը, ձեր եսը։ Դուք ոչ թե դիտում եք տիեզերքի հաշվարկը, դուք այդ հաշվարկի մաս եք։ Բայց ահա վերջնական հարցը։ Եթե դուք գործընթաց եք, եթե դուք հոսք եք, եթե դուք անընդհատ փոխվող օրինաչափություն եք, ապա ինչ է մահը։ Արդյոք մահը վերջ է, թե պարզապես վերափոխում։ Պատասխանը կախված է նրանից, թե ինչ եք դուք համարում ձեզ։ Եթե դուք ձեր ատոմներն եք, ապա դուք երբեք չեք մեռնում։ Ատոմները, որոնք կազմում են ձեր մարմինը, շարունակելու են գոյություն ունենալ ձեր մահից հետո։ Դրանք կվերադառնան հող, օդ, ջուր, դրանք կկլանվեն այլ օրգանիզմերի կողմից, դրանք կդառնան նոր կյանքի մաս։ Ատոմների մակարդակում մահ չկա, կա միայն վերափոխում։ Եթե դուք ձեր բջիջներն եք, ապա դուք մեռնում եք դանդաղ։ Ձեր բջիջները շարունակում են ապրել որոշ ժամանակ ձեր մահից հետո։ Ձեր մազերը և եղունգները շարունակում են աճել մի քանի օր։ Ձեր աղիքային բակտերիաները շարունակում են մարսել սնունդ։ Մահը գործընթաց է,
ոչ թե ակնթարթային իրադարձություն։ Եթե դուք ձեր հիշողություններն եք, ապա դուք շարունակում եք ապրել այն մարդկանց մեջ, ովքեր հիշում են ձեզ։ Յուրաքանչյուր անգամ, երբ ինչ-որ մեկը պատմում է պատմություն ձեր մասին, ձեր մի մասը վերակենդանանում է նրանց ուղեղում։ Յուրաքանչյուր անգամ, երբ ինչ-որ մեկը մտածում է ձեր մասին, ձեր օրինաչափությունը վերարտադրվում է նրանց նեյրոնային ցանցում։ Այս իմաստով դուք անմահ եք, քանի դեռ ինչ-որ մեկը հիշում է ձեզ։ Եթե դուք ձեր ազդեցությունն եք, ապա դուք շարունակում եք ապրել ձեր գործողությունների հետևանքներում։ Յուրաքանչյուր մարդ, որին դուք օգնել եք, յուրաքանչյուր գաղափար, որը դուք կիսել եք, յուրաքանչյուր ստեղծագործություն, որը դուք արել եք, շարունակում է գոյություն ունենալ եւ ազդել աշխարհի վրա։ Ձեր ազդեցությունը տարածվում է դեպի ապագա, ինչպես ալիքները տարածվում են լճի մակերեսին։ Բայց եթե դուք ձեր գիտակցությունն եք այդ սուբյեկտիվ փորձառությունը լինելու, ապա մահը կարող է լինել վերջ։ Երբ ձեր ուղեղը դադարում է գործել, երբ նեյրոնները դադարում են կրակել, երբ տեղեկատվության հոսքը կանգ է առնում, գիտակցությունը կարող է անհետանալ։ Կամ գուցե ոչ։ Մենք չգիտենք։ Գիտակցության բնույթը մնում է գիտության ամենախորը առեղծվածներից մեկը։ Բայց ահա ինչ մենք գիտենք։ Ատոմները, որոնք կազմում են ձեզ այս պահին, շարունակելու են գոյություն ունենալ միլիարդավոր տարիներ ձեր մահից հետո։ Դրանք կդառնան մաս այլ աստղերի, այլ մոլորակների, գուցե այլ կենդանի էակների։ Տեղեկատվությունը, որը կոդավորված է ձեր դնտում, կարող է փոխանցվել ձեր զավակներին։ Հիշողությունները, որոնք դուք ստեղծել եք, կարող են պահպանվել այլ մարդկանց ուղեղներում։ Գաղափարները, որոնք դուք ունեցել եք, կարող են ազդել ապագա սերունդների վրա։ Այս իմաստով դուք անմահ եք։ Ոչ թե որպես ֆիքսված անփոփոխ էություն, այլ որպես օրինաչափություն, որը տարածվում է ժամանակի եւ տարածության միջով, անընդհատ փոխվելով, անընդհատ վերափոխվելով, բայց երբեք լիովին չանհետանալով։ Դուք ալիք եք տիեզերքի օվկիանոսում։ Ալիքը բարձրանում է, հասնում է իր գագաթնակետին, ապա ընկնում է։ Բայց ջուրը, որը կազմում էր ալիքը, չի անհետանում։ Այն վերադառնում է օվկիանոս եւ դառնում է մաս նոր ալիքների։ Օվկիանոսը մնում է։ Ալիքները գալիս եւ գնում են, բայց օվկիանոսը անվերջ է։ Դուք այդ օվկիանոսի մաս եք։ Ժամանակավոր, փոփոխվող, բայց կապված ամեն ինչի հետ, որ երբևէ եղել է եւ երբևէ կլինի։ Յուրաքանչյուր ատոմ ձեր մարմնում կապ է անցյալի եւ ապագայի միջև։ Յուրաքանչյուր շունչ, որը դուք վերցնում եք, կապում է ձեզ յուրաքանչյուր այլ կենդանի էակի հետ, որը երբևէ շնչել է։ Յուրաքանչյուր մտք, որը դուք մտածում եք, մաս է տիեզերքի ինքնիմացության։ Դուք ոչ մեկուսացված կղզի եք անվերջ օվկիանոսում։ Դուք օվկիանոսն եք ինքը, ժամանակավորապես ստանալով կղզու ձևը։ Եվ երբ կղզին ջրի տակ է ընկնում, օվկիանոսը մնում է, անվերջ, անսահման, անմահ։ Իսկ հիմա եկեք կանգ առնենք։ Եկեք անկեղծ լինենք։ Գիտեմ, թե ինչ եք մտածում այս պահին։ Սա ամենը գեղեցիկ է, աստղային փոշի, օվկիանոսի ալիքներ, տիեզերքի ինքնիմացություն։ Բայց դա պոեզիա է, ոչ թե գիտություն։ Դա մետաֆորներ են, ոչ թե փաստեր։ Ես զգում եմ ինձ որպես անհատ, որպես առանձին էություն։ Ինչպես կարող եք ասել, որ ես չեմ գոյություն ունենում։ Ես կատարյալ հասկանում եմ այդ զգացումը, եւ դուք ճիշտ եք, զգուշավոր լինել։ Վերջին տասնամյակներում շատ են եղել նրանք, ովքեր օգտագործել են քվանտային ֆիզիկան, գիտակցության հետազոտությունները, արևելյան փիլիսոփայությունը արդարացնելու ամեն տեսակի հեքիաթներ։ Քվանտային բուժում, գիտակցության էներգիա։ Դուք ստեղծում եք ձեր իրականությունը ձեր մտքերով։ Սա ամենը սուտ է։ Սա ամենը գիտության անունով ծածկված պսևդոգիտություն է։ Այնպես որ եկեք լինենք բացարձակ պարզ։ Ես ձեզ չեմ ասում, որ դուք կարող եք փոխել իրականությունը ձեր մտքերով։ Ես ձեզ չեմ ասում, որ ամեն ինչ միացված է որևէ միստիկ իմաստով։ Ես ձեզ չեմ ասում, որ գիտությունը ապացուցել է հոգևոր ուսմունքները։ Ոչ, այդ ամենը անհեթեթություն է։ Այն, ինչ ես ձեզ ասում եմ, հիմնված է կոշտ, ստուգված, հաստատված գիտության վրա։ Ռադիոակտիվ ածխածնի թվայնացում, ԴՆԹ-ի հաջորդականության վերլուծություն, նեյրոնային ցանցերի մանրադիտակային դիտում, սպեկտրոսկոպիկ տվյալներ աստղերից, քվանտամեխանիկական հավասարումներ, որոնք կանխատեսում են փորձարարական արդյունքները տասնորդական 10 նշանի ճշտությամբ։ Բայց ահա ինչն է անհավատալի։ Երբ դուք հետևում եք այդ գիտությանը դեպի դրա տրամաբանական եզրակացությունները, դուք հասնում եք մի բանի, որը հնչում է ինչպես փիլիսոփայություն,
ինչպես պոեզիա, ինչպես հոգևորություն, բայց դա ոչ մեկը չէ։ Դա պարզապես այն է, ինչ է իրականությունը։ 200 տարի առաջ, եթե դուք ասեիք, որ նյութը բաղկացած է անտեսանելի մաստիկներից, որոնք գրեթե ամբողջովին դատարկ տարածություն են, մարդիկ կհամարեին ձեզ խելագար։ 100 տարի առաջ, եթե դուք ասեիք, որ ժամանակը դանդաղում է եւ դուք շարժվում եք ավելի արագ, մարդիկ կծիծաղեին ձեզ վրա։ 50 տարի առաջ, եթե դուք ասեիք, որ տիեզերքը սկսվել է անսահման խիտ կետից 13 միլիարդ 800 միլիոն տարի առաջ, մարդիկ կմերժեին ձեզ։ Բայց այժմ մենք գիտենք, որ այդ ամենը ճիշտ է։ Ոչ թե որովհետև դա հնչում է գեղեցիկ, ոչ թե որովհետև մենք ուզում ենք, որ դա ճիշտ լինի, այլ որովհետև ապացույցները անհերքելի են։ Իրականությունը տարօրինակ է, ավելի տարօրինակ, քան ցանկացած հեքիաթ, որը մենք կարող էինք հորինել։ Եվ ահա ամենատարօրինակ փաստը։ Յուրաքանչյուր ատոմ ձեր մարմնում փոխարինվում է յուրաքանչյուր 7-10 տարին մեկ։ Սա ոչ թե մետաֆորա է, սա չափելի, քանակակի, քանկական, ստուգելի փաստ է։ Գիտնականները կարող են հետևել անհատական ատոմներին ռադիոակտիվ նշիչների միջոցով։ Դրանք կարող են հաշվել, թե որքան արագ են բջիջները բաժանվում։ Դրանք կարող են չափել, թե որքան ժամանակ է պահպանվում յուրաքանչյուր սպիտակուց ձեր մարմնում։ Կեմբրիջի համալսարանի մոլեկուլային կենսաբան Ջոն Գուրդոնը, ով ստացավ Նոբելյան մրցանակ 2012 թվականին, ցույց տվեց, որ կարելի է վերցնել մաշկի բջիջ եւ վերածել այն ցանկացած այլ տեսակի բջջի։ Նա վերցրեց գորտի աղիքային բջիջի միջուկը եւ տեղադրեց այն ձվաբջջի մեջ, որից հեռացվել էր միջուկը։ Այդ ձվաբջջից զարգացավ ամբողջական գորտ։ Ամբողջական գորտ աղիքիքային բջջից։ Սա ապացուցեց, որ յուրաքանչյուր բջիջ ձեր մարմնում պարունակում է ամբողջական հրահանգները ամբողջ մարմինը վերակառուցելու համար։ Ձեր մաշկի բջիջը կարող է դառնալ նեյրոն։ Ձեր արյան բջիջը կարող է դառնալ սրտի բջիջ։ Տեղեկատվությունը այնտեղ է։ Պարզապես տարբեր բջիջներ կարդում են տարբեր մասեր այդ հրահանգների գրքից։ Կիոտոյի համալսարանի Շինյա Յամանական, ով կիսեց Նոբելյան մրցանակը Գուրդոնի հետ, գնաց ավելի հեռու։ Նա ցույց տվեց, որ կարելի է վերցնել մաշկի բջիջ չափահաս մարդուց եւ վերացրել այն, վերածելով այն ցողունային բջջի, որը կարող է դառնալ ցանկացած տեսակի բջիջ։ Նա արեց դա ավելացնելով միայն 4 գեն։ 4 գեն, եւ դուք կարող եք ետ պտտել ժամանակը բջջի համար։ Սա նշանակում է, որ ծերացումը ոչ թե անխուսափելի միակողմանի ճանապարհ է, այն ծրագիր է, որը կարելի է վերագրել։ Բջիջները կարող են ծերանալ, բայց դրանք նաև կարող են երիտասարդանալ։ Տեղեկատվությունը կարող է փոխվել երկու ուղղություններով։ Հարվարդի բժշկական դպրոցի գենետիկոս Դեյվիդ Սինքլերը ցույց տվեց, որ որոշակի մոլեկուլները կարող են դանդաղեցնել կամ նույնիսկ հետ շրջել ծերացման որոշ ասպեկտները։ Նա աշխատում է մկների վրա, որոնք ապրում են 30%-ով ավելի երկար, երբ դրանք ստանում են այդ մոլեկուլները։ 30%։ Մարդու համար դա նշանակում է ապրել ոչ թե 80, այլ 104 տարի։ Բայց ահա հարցը, որը պետք է մեզ տանջի։ Եթե այդ մկները ապրում են 30%-ով ավելի երկար, արդյոք դրանք նույն մկներն են։ Յուրաքանչյուր ատոմ դրանց մարմնում փոխարինվել է տասնյակ անգամներ այդ լրացուցիչ տարիների ընթացքում։ Յուրաքանչյուր բջիջ, բացի նեյրոններից, փոխարինվել է։ Նույնիսկ դրանց հիշողությունները փոխվել են նոր փորձառությունների միջոցով։ Պատասխանը կախված է նրանից, թե ինչ եք դուք համարում նույնությունը։ Եթե նույնությունը նյութական շարունակականություն է, ապա ոչ, դրանք տարբեր մկներ են։ Եթե նույնությունը տեղեկատվական շարունակականություն է, ապա այո, դրանք նույն մկներն են, բայց տեղեկատվությունը նույնպես փոխվել է։ Այնպես որ ինչ է մնում։ Գուցե պատասխանը այն է, որ նույնությունը սխալ հարց է։ Գուցե ավելի ճիշտ հարց է շարունակականություն։ Կա շարունակականություն փորձառության, հիշողության, օրինաչափության միջև։ Եթե այո, ապա կա ինչ-որ բան, որը շարունակվում է, նույնիսկ եթե ամեն ինչ այլ փոխվում է։ Օքսֆորդի համալսարանի փիլիսոփա Դերեկ Պարֆիտը, որին մենք արդեն հիշատակեցինք, ծախսեց իր ամբողջ կարիերան մտածելով այս հարցի մասին։ Նա եկավ եզրակացության, որ անձնական նույնությունը այն, ինչը կարևոր է, ոչ թե այն, ինչը իրական է։ Կարևոր է ոչ թե այն, որ դուք նույն անձն եք, որը էիք 10 տարի առաջ։ Կարևոր է այն, որ կա շարունակականություն, հիշողությունների, անձնավորության, հոգատարության շղթա, որը կապում է ձեզ ձեր անցյալի եսին։ Նա առաջարկեց մտածել դրա մասին ինչպես ռելեի մասին։
Ռելեի մրցավազքում մեկ վազորդ վազում է որոշակի հեռավորություն, ապա փոխանցում է ցուպը հաջորդ վազորդին, ով վազում է հաջորդ հատվածը։ Ոչ մի անհատական վազորդ չի վազում ամբողջ հեռավորությունը, բայց կա շարունակականություն, ցուպը, որը փոխանցվում է ձեռքից ձեռք։ Թիմը հաղթում է, ոչ թե անհատը։ Դուք ռելեի թիմ եք։ Ձեր անցյալի եսը փոխանցել է ցուպը ձեր ներկա եսին։ Ձեր ներկա եսը կփոխանցի այն ձեր ապագա եսին։ Ոչ մի ես չի վազում ամբողջ հեռավորությունը, բայց կա շարունակականություն, կա կապ, կա ինչ-որ բան, որը փոխանցվում է։ Բայց ահա ինչն է իրականում խորը։ Այդ ցուպը, այն, ինչը փոխանցվում է, ոչ թե ֆիզիկական առարկա է։ Այն տեղեկատվություն է։ Ձեր դնիթն տեղեկատվություն է, կոդավորված քիմիական կապերում։ Ձեր հիշողությունները տեղեկատվություն են, կոդավորված սինապտիկ ուժերում։ Ձեր անձնավորությունը տեղեկատվություն է, կոդավորված նեյրոնային օրինաչափություններում։ Եվ տեղեկատվությունը կարող է գոյություն ունենալ բազմաթիվ տեղերում միաժամանակ։ Սա նշանակում է, որ դուկը, տեղեկատվական օրինաչափությունը, որը կազմում է ձեր անձնավորությունը, կարող է սկզբունքորեն գոյություն ունենալ բազմաթիվ ֆիզիկական հենքերի վրա միաժամանակ։ Եթե ինչ-որ մեկը կարողանար սկանավորել ձեր ուղեղը ատոմ առ ատոմ և վերակառուցել այդ օրինաչափությունը համակարգչում, արդյոք այդ համակարգչային ծրագիրը կլիներ դուք։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի նեյրոգիտնական Սեբաստիան Սյունգը աշխատում է կոնեկտոմի վրա, ձեր ուղեղի բոլոր նեյրոնների և դրանց միջև բոլոր կապերի ամբողջական քարտեզի վրա։ Նա գնահատում է, որ մարդու կոնեկտոմը պարունակում է մոտավորապես 1 պետաբայթ տեղեկատվություն։ 1 պետաբայթ։ Դա 1 միլիոն գիգաբայթ է։ Ներկայումս մենք չունենք տեխնոլոգիա սկանավորելու կոնեկտոմը կենդանի մարդուց, բայց մենք կարող ենք անել դա մեռած ուղեղներից, օգտագործելով էլեկտրոնային միկրոսկոպիա։ Սյունգի թիմը արդեն քարտեզագրել է փոքր կենդանիների, ինչպիսիք են որդերը, ամբողջական կոնեկտոմները։ Մարդու կոնեկտոմը հաջորդն է։ Բայց ահա հարցը, որը պահում է ինձ գիշերները արթուն։ Եթե մենք կարողանանք սկանավորել ձեր կոնեկտոմը, եթե մենք կարողանանք պատճենել այդ 1 պետաբայթ տեղեկատվությունը, եթե մենք կարողանանք վերակառուցել այն համակարգչում կամ նոր կենսաբանական ուղեղում, արդյոք այդ պատճենը կլիներ դուք։ Արդյոք այն կունենար ձեր գիտակցությունը, ձեր հիշողությունները, ձեր զգացումը լինելու ձեզ։ Ես չգիտեմ։ Ոչ ոք չգիտի։ Սա գիտության սահմանն է։ Այն տեղը, որտեղ փորձարարական տվյալները վերջանում են և փիլիսոփայական սպեկուլյացիան սկսվում է։ Բայց ահա ինչ մենք կարող ենք ասել։ Եթե այդ պատճենը վարվեր ճիշտ նույնպես ինչպես դուք, եթե այն ունենար ձեր բոլոր հիշողությունները, ձեր բոլոր սովորությունները, ձեր բոլոր անձնավորության գծերը, ապա արտաքին դիտողի համար այն կլիներ անտարբերելի ձեզանից։ Եվ եթե այն անտարբերելի է արտաքին դիտողի համար, եթե այն անցնում է յուրաքանչյուր հնարավոր թեստ լինելու ձեզ, ապա ինչ իմաստ ունի ասել, որ այն ոչ թե դուք է։ Գուցե լինելը դուք սահմանվում է ոչ թե որևէ ներքին էությամբ, այլ արտաքին վարքագծով, գործառույթով, օրինաչափությամբ։ Սա կոչվում է ֆունկցիոնալիզմ գիտակցության փիլիսոփայության մեջ։ Գաղափարն այն է, որ մտավոր վիճակները սահմանվում են ոչ թե նրանով, թե ինչից են դրանք պատրաստված, այլ նրանով, թե ինչ են դրանք անում։ Ցավը ցավ է ոչ թե որովհետև այն որոշակի տեսակի նեյրոնային կրակոց է, այլ որովհետև այն ստիպում է ձեզ ետ քաշվել վնասվածքից, աղալակել, փնտրել օգնություն։ Եթե ռոբոտը անում էր նույնը, արդյոք այն զգում էր ցավ։ Ես չգիտեմ, բայց ահա ինչ ես գիտեմ։ Եթե ֆունկցիոնալիզմը ճիշտ է, ապա դուկը սահմանվում է ոչ թե ատոմներով, որոնք կազմում են ձեր մարմինը, այլ օրինաչափությամբ, գործառույթով, տեղեկատվությամբ, և այդ օրինաչափությունը, սկզբունքորեն, կարող է իրականացվել տարբեր նյութական հենքերի վրա։ Սա նշանակում է, որ դուկը ոչ թե կապված է ձեր ներկա մարմնին, այն կարող է սկզբունքորեն փոխանցվել, պատճենվել, իրականացվել տարբեր ձևերով։ Դուք ոչ թե ձեր մարմինն եք, դուք ծրագիր եք, որը ներկայումս աշխատում է ձեր մարմնի վրա։ Բայց նույնիսկ եթե դա ճիշտ է, նույնիսկ եթե դուկը տեղեկատվություն է, ոչ թե նյութ, դա չի նշանակում, որ դուք անմահ եք։ Տեղեկատվությունը կարող է ջնջվել, ծրագրերը կարող են կործանվել, օրինաչափությունները կարող են քայքայվել։ Երբ ձեր ուղեղը դադարում է գործել, երբ նեյրոնները մեռնում են, երբ սինապսները քայքայվում են, տեղեկատվությունը կորչում է։ Եթե այն չի պատճենվել, եթե այն չի պահպանվել որևէ այլ տեղ, ապա այն անհետանում է։ Սա իրական մահն է։
Ոչ թե ատոմների ցրում, դա պարզապես վերափոխում է։ Ոչ թե բջիջների քայքայում, դա պարզապես քիմիական գործընթաց է։ Իրական մահը տեղեկատվության կորուստն է, օրինաչափության քայքայումը։ Այն, ինչը դարձնում էր ձեզ, անհետանում է և ոչինչ չի մնում։ Բայց նույնիսկ այստեղ սահմանագիծը անհստակ է։ Ձեր հիշողությունները շարունակում են գոյություն ունենալ այն մարդկանց մեջ, ովքեր ճանաչում էին ձեզ։ Ձեր գաղափարները շարունակում են ազդել այն մարդկանց վրա, ովքեր կարդացել են ձեր գրածը կամ լսել ձեր խոսքերը։ Ձեր գեները շարունակում են գոյություն ունենալ ձեր զավակների մեջ։ Տեղեկատվության մասերը, որոնք կազմում էին ձեզ, ցրվում են, բայց դրանք չեն անհետանում լիովին։ Կալիֆոռնիայի համալսարանի տեղեկատվության տեսաբան Ջոն Արչիբալդ Ուիլերը, ով ստեղծեց տերմինը «սև խոռոչ», նաև առաջարկեց, որ տիեզերքը հիմնականում տեղեկատվություն է։ Նրա հայտնի արտահայտությունը «it-ը խոռոչ» նշանակում է, որ յուրաքանչյուր ֆիզիկական բան «it» վերջնականապես ծագում է տեղեկատվությունից «bit»։ Իրականությունը իր խորքում տեղեկատվական է, ոչ թե նյութական։ Եթե Ուիլերը ճիշտ է, ապա դուքը, որպես տեղեկատվական օրինաչափություն, ավելի հիմնարար է, քան ատոմները, որոնք ժամանակավորապես կրում են այդ օրինաչափությունը։ Ատոմները գալիս և գնում են, բայց տեղեկատվությունը կարող է մնալ։ Հարցն այն է, որքան երկար։ Պատասխանը կախված է նրանից, թե որքան լավ է պահպանվում տեղեկատվությունը։ Ձեր դնիթն կարող է պահպանվել հազարավոր տարիներ, եթե պայմանները ճիշտ են։ Գիտնականները արդեն հանել են դնիթը նեանդերտալցիներից, ովքեր մահացել են 40,000 տարի առաջ։ 40,000 տարի, և տեղեկատվությունը դեռ այնտեղ է, կարդալի, վերծանելի, հասկանալի։ Բայց դնիթն միայն մի մասն է ձեզանից։ Ձեր հիշողությունները, ձեր անձնավորությունը, ձեր գիտակցությունը, դրանք պահպանվում են ձեր ուղեղի կառուցվածքում, և այդ կառուցվածքը քայքայվում է րոպեների մեջ ձեր մահից հետո։ Եթե այն չի սառեցվում, չի պահպանվում, չի սկանավորվում, ապա այն անհետանում է ընդմիշտ։ Սա այն է, ինչի մասին է կրիոնիկան։ Գաղափարն այն է սառեցնել ուղեղը անմիջապես մահից հետո, պահպանելու տեղեկատվությունը, հույսով, որ ապագա տեխնոլոգիան կկարողանա վերականգնել այն։ Արդյոք դա կաշխատի։ Ոչ ոք չգիտի։ Բայց սկզբունքորեն, եթե տեղեկատվությունը պահպանվում է, եթե կառուցվածքը չի քայքայվում, ապա այն կարող է սկզբունքորեն վերականգնվել։ Ալկորի կենսապահպանման հիմնադրամը, ամենամեծ կրիոնիկայի կազմակերպությունը, արդեն պահպանել է մոտավորապես 200 մարդու մարմին կամ ուղեղ հեղուկ ազոտի մեջ 196 աստիճան Ցելսիուսի բացասական ջերմաստիճանում։ 196 աստիճան բացասական։ Այդ ջերմաստիճանում բոլոր կենսաբանական գործընթացները դադարում են, քայքայում չկա։ Տեղեկատվությունը, սկզբունքորեն, կարող է պահպանվել անորոշ ժամանակով։ Բայց նույնիսկ եթե կրիոնիկան երբևէ չաշխատի, նույնիսկ եթե այդ մարդիկ երբեք չվերականգնվեն, դա ցույց է տալիս ինչ-որ հիմնարար։ Մահը ոչ թե ակնթարթային իրադարձություն է, այն գործընթաց է։ Եվ այդ գործընթացը կարող է դանդաղեցվել, կանգնեցվել, գուցե նույնիսկ հետ շրջվել, եթե տեղեկատվությունը պահպանվում է։ Սա մեզ բերում է վերջնական հարցին։ Եթե դուկը տեղեկատվություն է, եթե այդ տեղեկատվությունը կարող է սկզբունքորեն պահպանվել, պատճենվել, փոխանցվել, ապա ինչ է դա նշանակում անմահության համար։ Արդյոք անմահությունը հնարավոր է։ Պատասխանը կախված է նրանից, թե ինչ եք դուք նկատի ունենում անմահության տակ։ Եթե դուք նկատի ունեք ձեր ներկա կենսաբանական մարմնի անվերջ գոյությունը, ապա ոչ, դա անհնար է։ Թերմոդինամիկայի երկրորդ օրենքը անխուսափելի է։ Էնտրոպիան միշտ աճում է։ Կարգը միշտ քայքայվում է քաոսի։ Ձեր մարմինը, որքան էլ լավ պահպանված լինի, վերջապես կքայքայվի։ Բայց եթե դուք նկատի ունեք ձեր տեղեկատվական օրինաչափության անվերջ գոյությունը, ապա գուցե։ Տեղեկատվությունը կարող է պատճենվել առանց կորստի։ Այն կարող է փոխանցվել մի հենքից մյուսը։ Այն կարող է պահպանվել, պաշտպանվել, վերականգնվել։ Սկզբունքորեն, եթե տեղեկատվությունը պահպանվում է, դուքը կարող է շարունակվել անորոշ ժամանակով։ Բայց ահա վերջնական պարադոքսը։ Եթե տեղեկատվությունը պատճենվում է, փոխանցվում է, փոխվում է, ապա արդյոք այն դեռ դուք է։ Եթե ձեր կոնեկտոմը սկանավորվում է և վերականգնվում է նոր մարմնում, արդյոք այդ նոր անձը դուք եք, թե ձեր պատճենը։ Եթե ձեր հիշողությունները պահպանվում են համակարգչում և վերականգնվում են 100 տարի հետո, արդյոք այդ վերականգնված գիտակցությունը դուք եք, թե նոր էակ, որն ունի ձեր հիշողությունները։
Ես չգիտեմ։ Եվ ահա ամենակարևորը, որ ես կարող եմ ձեզ ասել այսօր, ոչ ոք չգիտի։ Գիտությունը կարող է պատասխանել շատ հարցերի։ Այն կարող է ասել ձեզ, թե ինչպես են փոխարինվում ատոմները։ Այն կարող է ասել ձեզ, թե ինչպես են բաժանվում բջիջները։ Այն կարող է ասել ձեզ, թե ինչպես են կրակում նեյրոնները, բայց այն չի կարող ասել ձեզ, թե ինչ է նշանակում լինել դուք։ Սա գիտության սահմանն է։ Ոչ թե որովհետև գիտությունը թույլ է, այլ որովհետև հարցը գուցե սխալ է ձևակերպված։ Գուցե լինելը դուք ոչ թե փաստ է, որը կարելի է հայտնաբերել, այլ փորձառություն, որը կարելի է ապրել։ Գուցե այն սահմանվում է ոչ թե արտաքին չափանիշներով, այլ ներքին սուբյեկտիվ զգացումով։ Եվ այդ զգացումը, այդ սուբյեկտիվ փորձառությունը, լինելու ինչ-որ մեկը, մնում է գիտության ամենախորը առեղծվածը։ Մենք կարող ենք չափել ուղեղի ալիքները, մենք կարող ենք սկանավորել նեյրոնային ցանցերը, 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 մենք էներգիան։ Գուցե այն չի կարող բացատրվել ավելի պարզ բաների միջոցով, գուցե այն պարզապես է, բայց ահա ինչ մենք կարող ենք ասել։ Գիտակցությունը, որքան էլ առեղծվածային լինի, ի հայտ է գալիս ֆիզիկական գործընթացներից։ Երբ նեյրոնները վնասվում են, գիտակցությունը փոխվում է։ Երբ քիմիական նյութերը փոխում են նեյրոտրանսմիտերների մակարդակները, գիտակցությունը փոխվում է։ Երբ ուղեղի որոշակի շրջաններն են ակտիվանում, որոշակի փորձառություններ են ի հայտ գալիս։ Սա նշանակում է, որ գիտակցությունը, որքան էլ առեղծվածային լինի, կապված է ֆիզիկական աշխարհին։ Այն ոչ թե առանձին, անմատչելի, անմարմին բան է, այն ինչ-որ կերպ ծագում է նյութից, էներգիայից, տեղեկատվությունից։ Եվ եթե այն ծագում է այդ բաներից, ապա այն ենթակա է նույն օրենքներին՝ փոփոխության, վերափոխման, վերջապես քայքայման։ Դուք ոչ թե անմահ հոգի եք, որը բանտարկված է մահկանացու մարմնում։ Դուք գործընթաց եք, որը ծագում է ֆիզիկական աշխարհից, գոյություն ունի որոշ ժամանակ, ապա վերադառնում է այդ աշխարհ։ Դուք ալիք եք օվկիանոսում, ժամանակավորապես բարձրացած, ժամանակավորապես առանձին, բայց միշտ մաս ավելի մեծ ամբողջության։ Եվ գուցե դա բավական է։ Գուցե անմահությունը, որը մենք փնտրում ենք, ոչ թե անհատական գոյության անվերջ շարունակականությունն է, գուցե դա մասնակցությունն է ինչ-որ ավելի մեծի, կյանքի անվերջ շղթային, տեղեկատվության անվերջ հոսքին, տիեզերքի անվերջ ինքնակազմակերպմանը։ Դուք կմեռնեք, ձեր մարմինը կքայքայվի, ձեր գիտակցությունը կդադարի, բայց ատոմները, որոնք կազմեցին ձեզ, կշարունակեն։ Տեղեկատվությունը, որը դուք ստեղծեցիք, կշարունակի ազդել աշխարհի վրա։ Մարդիկ, որոնց դուք սիրեցիք, կհիշեն ձեզ։ Եվ տիեզերքը, որը ստեղծեց ձեզ, կշարունակի ստեղծել նոր ձևեր, նոր օրինաչափություններ, նոր գիտակցություններ։ Դուք ոչ թե առանձին կղզի եք, դուք ալիք եք անվերջ օվկիանոսում։ Եվ երբ ալիքը ընկնում է, օվկիանոսը մնում է, անվերջ, անսահման, անմահ։ Սա ոչ թե մխիթարություն է, սա ոչ թե հույս է անմահության համար։ Սա պարզապես այն է, ինչ է իրականությունը, երբ դուք նայում եք բավականաչափ ուշադիր։ Եվ գուցե, ուղղակի գուցե, դա բավական է։ Բայց եկեք հիմա խոսենք այն մասին, ինչի մասին գիտությունը լռում է։ Ոչ թե որովհետև գիտնականները վախենում են, այլ որովհետև մենք հասել ենք մեր գործիքների սահմանին։ Կան հարցեր, որոնք գուցե երբեք չեն պատասխանվի։ Եվ այդ հարցերը հենց այն են, որոնք ամենաշատն են կարևոր։ Ինչու է գիտակցությունը զգացվում այնպես, իհարկե, որպեսզի մենք չենք հասկանա, թե ինչ է տեղի ունենում։ Ինչպես զգացվում է։
Ինչու է կարմիրը տեսնվում կարմիր, ոչ թե կապույտ։ Ինչու է ցավը ցավում, ոչ թե պարզապես ազդանշան, որը ասում է հեռացիր վտանգից։ Ինչու է ընդհանրապես ինչ-որ բան նման լինելու ինձ։ Գիտությունը կարող է նկարագրել նեյրոնային կորելատները, որ նեյրոնները կրակում են, երբ դուք տեսնում եք կարմիրը, բայց այն չի կարող բացատրել, թե ինչու այդ նեյրոնային կրակոցը ուղեկցվում է սուբյեկտիվ փորձառությամբ։ Պրինսթոնի համալսարանի փիլիսոփա Թոմաս Նեյգելը գրեց հայտնի հոդված «Ինչպիսին է լինել չղջիկ»։ Նրա կետն այն էր, որ նույնիսկ եթե մենք իմանայինք ամեն ինչ չղջիկի ուղեղի ֆիզիկայի մասասին, ինչպես է այն օգտագործում էխոլոկացիան, ինչպես է այն մշակում ձայնային ազդանշանները, մենք դեռ չէինք իմանա, թե ինչպիսին է լինել չղջիկ։ Սուբյեկտիվ փորձառությունը չի կարող բացատրվել օբյեկտիվ տվյալներով։ Սա ոչ թե գիտության թերություն է, սա գուցե գիտության սահմանն է։ Գիտությունը ուսումնասիրում է օբյեկտիվ, չափելի, կրկնելի երևույթները, բայց գիտակցությունը սուբյեկտիվ է, անհատական, անփոխանցելի։ Ես չեմ կարող փոխանցել ձեզ իմ կարմիրի տեսնելու փորձառությունը։ Ես կարող եմ միայն նկարագրել այն և հույս ունենալ, որ ձեր փորձառությունը նման է իմինը։ Բայց ահա ինչն է իրականում խորը։ Եթե գիտակցությունը չի կարող լիովին բացատրվել ֆիզիկայով, արդյոք դա նշանակում է, որ այն ինչ-որ կերպ առանձին է ֆիզիկական աշխարհից։ Արդյոք կա ինչ-որ բան ավելին նյութից և էներգիայից։ Ես չգիտեմ, բայց ահա ինչ ես կասկածում եմ։ Խնդիրը գուցե ոչ թե այն է, որ գիտակցությունը առանձին է ֆիզիկական աշխարհից։ Խնդիրը գուցե այն է, որ մեր ֆիզիկայի հասկացողությունը անամբողջական է։ Մենք մտածում ենք նյութի մասին որպես մեռած, անգիտակից բանի, բայց գուցե նյութը իր խորքում ունի որոշակի պրոտոգիտակցական հատկություններ, որոնք դառնում են լիարժեք գիտակցություն, երբ կազմակերպվում են բավականաչափ բարդ ձևերով։ Սա կոչվում է պանսիխիզմ։ Գաղափար է, որ գիտակցությունը որոշակի իմաստով հիմնարար է, ինչպես զանգվածը կամ լիցքը։ Ոչ թե յուրաքանչյուր ատոմն ունի մտքեր և զգացումներ, այլ յուրաքանչյուր ատոմն ունի որոշակի պրիմիտիվ ներքին կողմ, որը երբ միավորվում է տրիլիոնավոր այլ ատոմների հետ ճիշտ օրինաչափությամբ, դառնում է այն, ինչ մենք ճանաչում ենք որպես գիտակցություն։ Արդյոք սա ճիշտ է։ Ես չգիտեմ։ Ոչ ոք չգիտի։ Բայց ահա ինչն է հետաքրքիր։ Եթե պանսիխիզմը ճիշտ է, ապա սահմանագիծը ձեր և մնացած տիեզերքի միջև դառնում է ավելի էլ անհստակ։ Դուք ոչ թե միակ գիտակից բան եք անգիտակից տիեզերքում։ Դուք գիտակցության հատուկ կազմակերպված ձև եք տիեզերքում, որը որոշակի իմաստով ամբողջովին գիտակից է։ Օքսֆորդի համալսարանի փիլիսոփա Ֆիլիպ Գոֆը պաշտպանել է պանսիխիզմի տարբերակ, որը նա կոչում է կոսմոփսիխիզմ։ Ըստ այս տեսության, տիեզերքը որպես ամբողջություն ունի գիտակցություն, և անհատական գիտակցությունները, ձերը, իմը, յուրաքանչյուր կենդանի էակինը, այդ տիեզերական գիտակցության ասպեկտներն են կամ տեսակետները։ Սա հնչում է միստիկ, գիտեմ, բայց Գոֆը պնդում է, որ դա ամենաճշգրիտ գիտական տեսությունն է, որը մենք ունենք գիտակցության համար։ Այն բացատրում է, թե ինչու է գիտակցությունը ի հայտ գալիս ֆիզիկական գործընթացներից, որովհետև ֆիզիկական գործընթացները ինքնին գիտակցության ասպեկտներ են։ Այն խուսափում է դժվար խնդրից, ոչ թե լուծելով այն, այլ ցույց տալով, որ այն սխալ հարց է։ Արդյոք ես հավատում եմ սրան։ Ես չգիտեմ, բայց ահա ինչն է կարևոր։ Մենք չգիտենք։ Մենք չգիտենք, թե ինչ է գիտակցությունը։ Մենք չգիտենք, թե ինչու է այն գոյություն ունենում։ Մենք չգիտենք, թե որտեղ են դրա սահմանները, և գուցե մենք երբեք չիմանանք։ Բայց ահա ինչ մենք իմանում ենք։ Գիտակցությունը գոյություն ունի։ Դուք գոյություն ունեք։ Այս պահին, այս վայրկյանին կա ինչ-որ բան, որը նման է լինելու ձեզ, և այդ ինչ-որ բանը, այդ սուբյեկտիվ փորձառությունը, ամենաանմիջական, ամենավստահելի բանն է, որը դուք գիտեք։ Դեկարտը ասաց. «Կոգիտո» երկխոսում ես մտածում եմ, հետևաբար ես գոյություն ունեմ։ Դուք կարող եք կասկածել ամեն ինչի մեջ, արտաքին աշխարհի գոյության, ձեր հիշողությունների ճշմարտության, նույնիսկ ֆիզիկայի օրենքների։ Բայց դուք չեք կարող կասկածել, որ դուք գիտակցություն ունեք հենց հիմա։ Սա ամենահաստատ փաստն է տիեզերքում, և դա նաև ամենաառեղծվածայինն է։ Բայց եկեք վերադառնանք այն հարցին, որով մենք սկսեցինք։ Եթե յուրաքանչյուր ատոմ ձեր մարմնում փոխարինվում է յուրաքանչյուր 7-10 տարին մեկ,
Եթե ոչ մի նյութական բան ձեր մեջ չի մնում անփոփոխ, ապա ի՞նչն է այն, ինչը դարձնում է ձեզ ձեզ։ Գուցե պատասխանը այն է, որ դուքը ոչ թե բան է։ Դուք գործընթաց եք։ Դուք օրինաչափություն ունեք։ Դուք պատմություն եք, որը պատմվում է ատոմների միջոցով, բայց որը գոյություն ունի անկախ ցանկացած հատուկ ատոմներից։ Մտածեք հեղուկի մասին։ Գետը գոյություն ունի, նույնիսկ եթե ջուրը, որը հոսում է դրա միջով, անընդհատ փոխվում է։ Գետը սահմանվում է ոչ թե ջրով, այլ ափերով, հունով, հոսքի օրինաչափությամբ։ Նույնը ձեզ հետ։ Դուք սահմանվում եք ոչ թե ատոմներով, որոնք ժամանակավորապես անցնում են ձեր միջով, այլ օրինաչափությամբ, կառուցվածքով, տեղեկատվությամբ, որը կազմակերպում է այդ ատոմները։ Բայց նույնիսկ այդ օրինաչափությունը փոխվում է։ Յուրաքանչյուր նոր փորձառություն փոխում է ձեր ուղեղի կառուցվածքը։ Յուրաքանչյուր նոր հիշողություն վերագրում է հին հիշողությունները։ Յուրաքանչյուր նոր մտք ստեղծում է նոր սինապտիկ կապեր։ Դուք ոչ թե ստատիկ օրինաչափություն եք, դուք դինամիկ, զարգացող, անընդհատ փոխվող օրինաչափություն եք։ Այնպես որ ի՞նչն է մնում։ Եթե նյութը փոխվում է, եթե օրինաչափությունը փոխվում է, եթե նույնիսկ հիշողությունները փոխվում են, ապա ի՞նչն է այն անփոփոխ միջուկը, որը դարձնում է ձեզ ձեզ։ Գուցե պատասխանը այն է, որ այդպիսի միջուկ չկա։ Գուցե դուքը ոչ թե բան է, որը մնում է անփոփոխ, գուցե դուքը շարունակականությունն է ինքը, կապերի շղթան, որը կապում է ձեր անցյալի եսին, ձեր ներկա եսին և ձեր ապագա եսին։ Բուդդիստները սովորեցրել են սա 2500 տարի։ Դրանք ասացին, որ եսը պատրանք է։ Ոչ թե այն իմաստով, որ դուք չեք գոյություն ունենում, այլ այն իմաստով, որ դուք գոյություն ունեք ոչ թե որպես ֆիքսված, անփոփոխ էություն, այլ որպես անընդհատ փոխվող գործընթաց։ Դրանք օգտագործեցին մետաֆորը՝ բոցը։ Բոցը, որը վառվում է մոմի վրա, անընդհատ փոխվում է։ Յուրաքանչյուր վայրկյան նոր մոլեկուլներ են այրվում, նոր ֆոտոններ են արձակվում, բայց մենք ասում ենք նույն բոցը, որովհետև կա շարունակականություն, կա պատճառական կապ մի պահից մյուսը։ Դուք բոցն եք, անընդհատ փոխվող, անընդհատ վերածնվող, բայց ունեցող շարունակականություն, որը տարածվում է ժամանակի միջով։ Բայց ահա վերջնական հարցը. երբ բոցը մարվում է, երբ մոմը սպառվում է, ինչ է մնում։ Արդյոք բոցը գնում է ինչ-որ տեղ, թե այն պարզապես դադարում է գոյություն ունենալ։ Բուդդիստները ասացին, որ այս հարցը սխալ է ձևակերպված։ Բոցը երբեք էր որպես անկախ բան։ Այն միշտ եղել է գործընթաց, մոմի, թթվածնի, ջերմության փոխազդեցություն։ Երբ այդ պայմանները դադարում են, գործընթացը դադարում է, բայց էներգիան չի անհետանում, այն վերափոխվում է, ջերմություն, լույս, ծուխ, որոնք ցրվում են միջավայրում։ Նույնը ձեզ հետ։ Երբ ձեր մարմինը մեռնում է, երբ ձեր ուղեղը դադարում է գործել, գործընթացը, որը կոչվում էր դուք, դադարում է։ Բայց էներգիան, նյութը, տեղեկատվությունը չեն անհետանում։ Դրանք վերափոխվում են, ցրվում են, դառնում են մաս նոր գործընթացների։ Ատոմները, որոնք կազմեցին ձեր մարմինը, կվերադառնան հող։ Դրանք կկլանվեն բույսերի կողմից։ Այդ բույսերը կուտեն կենդանիները, այդ կենդանիները կուտեն մարդիկ։ Ատոմները, որոնք մեկ ժամանակ կազմեցին ձեր սիրտը, գուցե մի օր կազմեն ինչ-որ մեկի ուղեղը։ Ատոմները, որոնք մեկ ժամանակ կազմեցին ձեր ուղեղը, գուցե մի օր կազմեն ծառի տերևը, որը ֆոտոսինթեզ է անում արևի լույսը։ Դուք չեք անհետանում, դուք վերափոխվում եք։ Դուք վերադառնում եք տիեզերք, որը ստեղծեց ձեզ, և դառնում եք նոր ստեղծագործությունների նյութը։ Բայց ինչ է տեղի ունենում ձեր գիտակցության հետ։ Արդյոք այն նույնպես վերափոխվում է, թե այն պարզապես դադարում է։ Ես չգիտեմ, ոչ ոք չգիտի, բայց ահա ինչ ես կարող եմ ասել։ Եթե գիտակցությունը ի հայտ է գալիս ֆիզիկական գործընթացներից, ապա երբ այդ գործընթացները դադարում են, գիտակցությունը նույնպես դադարում է։ Ինչպես բոցը մարվում է, երբ մոմը սպառվում է։ Ինչպես երաժշտությունը դադարում է, երբ նվագարկությունը ավարտվում է։ Ինչպես ալիքը ընկնում է, երբ հասնում է ափ։ Բայց ինչպես բոցի էներգիան վերափոխվում է, ինչպես երաժշտության տեղեկատվությունը կարող է պահպանվել հիշողության մեջ, ինչպես ալիքի էներգիան վերադառնում է օվկիանոս, գուցե ինչ-որ բան ձեր գիտակցությունից նույնպես շարունակվում է։ Ոչ թե որպես անհատական, անկախ բան, այլ որպես օրինաչափություն, որը ազդել է աշխարհի վրա, որը թողել է հետք տեղեկատվության մեջ,
որը դարձել է մաս ավելի մեծ գործընթացի։ Յուրաքանչյուր մարդ, որին դուք սիրել եք, կրում է ձեր մի մասը իրենց հիշողության մեջ։ Յուրաքանչյուր գաղափար, որը դուք կիսել եք, շարունակում է ազդել այն մարդկանց վրա, ովքեր լսել են այն։ Յուրաքանչյուր գործողություն, որը դուք կատարել եք, ստեղծել է պատճառական շղթա, որը տարածվում է դեպի ապագա։ Այս իմաստով դուք անմահ եք, ոչ թե որպես անփոփոխ ես, որը շարունակվում է ընդմիշտ, այլ որպես օրինաչափություն, որը ազդել է տիեզերքի վրա, որը փոխել է դրա ուղղությունը, որքան էլ փոքր, որը դարձել է մաս դրա անվերջ զարգացման։ Կեմբրիջի համալսարանի կոսմոլոգ Մարտին Ռիսը գրել է, որ մենք ապրում ենք տիեզերքում, որը դեռ իր մանկության մեջ է։ Տիեզերքը 13 միլիարդ 800 միլիոն տարեկան է, բայց աստղերը կշարունակեն վառվել տրիլիոնավոր տարիներ։ Տրիլիոնավոր տարիներ։ Մենք ապրում ենք առաջին վայրկյաններում տիեզերական պատմության, որը կտևի անհամեմատ ավելի երկար, քան այն արդեն տևել է։ Եվ այդ անվերջ ապագայում կլինեն անհամար նոր ձևեր, նոր կառուցվածքներ, նոր գիտակցություններ։ Ատոմները, որոնք այժմ կազմում են ձեզ, կդառնան մաս այդ ապագա ձևերի։ Տեղեկատվությունը, որը դուք ստեղծել եք, կազդի այդ ապագա գիտակցությունների վրա։ Դուք կլինեք մաս այդ անվերջ պատմության։ Բայց ահա ինչն է իրականում կարևոր։ Ոչ թե այն, որ դուք կշարունակվեք ինչ-որ ձևով ապագայում, այլ այն, որ դուք գոյություն ունեք հիմա, այս պահին, այս վայրկյանին։ Դուք տիեզերքի մի մասն եք, որը դարձել է գիտակից ինքն իրեն։ Դուք աստրային փոշի, որը կազմակերպվել է այնպես, որ կարող է մտածել, զգալ, հիանալ։ Դուք 13 միլիարդ 800 միլիոն տարվա էվոլյուցիայի արդյունքն եք, մեծ պայթյունից մինչև այս պահ։ Եվ այս պահին, երբ դուք կարդում եք այս բառերը, տիեզերքը փորձում է հասկանալ ինքն իրեն ձեր միջոցով։ Յուրաքանչյուր մտք, որը դուք մտածում եք, յուրաքանչյուր զգացում, որը դուք զգում եք, յուրաքանչյուր հարց, որը դուք տալիս եք, տիեզերքի ինքնիմացության ակտ է։ Սա ոչ թե մետաֆորա է, սա բառացի ճշմարտություն է։ Ատոմները ձեր ուղեղում ստեղծվել են աստղերում։ Էներգիան, որը սնուցում է ձեր մտքերը, գալիս է արեգակից, որը ստացել է այն մեծ պայթյունից։ Օրենքները, որոնք կառավարում են ձեր նեյրոնների կրակոցները, նույն օրենքներն են, որոնք կառավարում են գալակտիկաների պտտումը։ Դուք ոչ թե առանձին եք տիեզերքից, դուք տիեզերքն եք։ Ժամանակավորապես կազմակերպված այս հատուկ ձևով, այս հատուկ տեղում, այս հատուկ պահին։ Եվ այո, այս ձևը կփոխվի, այս կազմակերպումը կքայքայվի, ատոմները կցրվեն, օրինաչափությունը կվերափոխվի, բայց տիեզերքը կմնա։ Եվ այն կշարունակի ստեղծել նոր ձևեր, նոր օրինաչափություններ, նոր գիտակցություններ։ Հիշում եք, թե ինչպես սկսեցինք։ 2 միլիոն կարմիր արյունային բջիջ մեռնում են ձեր մարմնում յուրաքանչյուր վայրկյան։ 2 միլիոն նորեր ծնվում են փոխարինելու դրանք։ Ձեր մարմինը մահանում և վերածնվում է անընդհատ։ Բայց հիմա դուք տեսնում եք ավելի խորը ճշմարտությունը։ Դա ոչ թե ձեր մահն է և վերածնունդը, դա տիեզերքի մահն է և վերածնունդը ձեր միջոցով։ Յուրաքանչյուր բջիջ, որը մեռնում է, վերադառնում է տիեզերք։ Յուրաքանչյուր բջիջ, որը ծնվում է, տիեզերքի նոր արտահայտությունն է։ Դուք ոչ թե ունեք մարմին, դուք այն գործընթացն եք, որով տիեզերքը անընդհատ վերստեղծում է ինքն իրեն։ Դուք ոչ թե ունեք կյանք, դուք այն ձևն եք, որով կյանքը արտահայտում է ինքն իրեն այս պահին։ Եվ երբ այս ձևը փոխվի, երբ այս արտահայտությունը ավարտվի, կյանքը կշարունակվի։ Տիեզերքը կշարունակվի, գործընթացը կշարունակվի, ոչ թե որպես դուք, այլ որպես ինչ-որ բան նոր, ինչ-որ բան այլ, ինչ-որ բան, որը դեռ չի ծնվել։ Գուցե սա վախեցնող է, գուցե դուք ուզում եք հավատալ, որ դուք, այս հատուկ կազմակերպումը, այս հատուկ օրինաչափությունը կշարունակվի ընդմիշտ։ Բայց մտածեք դրա մասին այլ կերպ։ Եթե դուք անմահ լինեիք, եթե դուք երբեք չփոխվեիք, դուք կլինեիք սառեցված, ֆիքսված, մեռած։ Փոփոխությունը կյանքի էությունն է։ Աճը, զարգացումը, վերափոխումը, սրանք են այն, ինչը դարձնում է կյանքը կենդանի։ Դուք ոչ թե մեռնում եք, դուք վերափոխվում եք, անընդհատ, յուրաքանչյուր վայրկյան, յուրաքանչյուր շունչ, յուրաքանչյուր մտք։ Այն, ինչ մենք կոչում ենք մահ, պարզապես վերջնական վերափոխումն է,
վերադարձը դեպի տիեզերք, որը ստեղծեց ձեզ։ Եվ գուցե, ուղղակի գուցե, դա ոչ թե վախենալու բան է, գուցե դա ազատագրում է։ Դուք ոչ թե պարտավոր եք մնալ դուք ընդմիշտ։ Դուք ազատ եք փոխվել, զարգանալ, դառնալ ինչ-որ բան նոր։ Հին հույները ունեին բառ, մետամորֆոզա, վերափոխում։ Թիթեռը, որը ի հայտ է գալիս թրթուրից, ոչ թե թրթուրն է, որը մեռել է, այն թրթուրն է, որը վերափոխվել է։ Նույն դնեթեն, նույն տեղեկատվությունը, բայց ամբողջովին նոր ձև։ Դուք մշտական մետամորֆոզայի մեջ եք։ Յուրաքանչյուր 7 տարին մեկ նոր մարմին, յուրաքանչյուր պահ նոր մտքեր, յուրաքանչյուր շունչ նոր ատոմներ։ Դուք երբեք նույնը չեք լինում երկու անգամ։ Եվ երբ վերջնական վերափոխումը գալիս է, երբ այն, ինչ մենք կոչում ենք մահ, տեղի է ունենում, դա պարզապես հերթական քայլն է անվերջ պարում։ Թրթուրը դառնում է թիթեռ, թիթեռը դառնում է հող, հողը դառնում է ծառ, ծառը դառնում է թթվածին, թթվածինը դառնում է շունչ, շունչը դառնում է մտք, մտքը դառնում է գործողություն, գործողությունը դառնում է փոփոխություն, փոփոխությունը դառնում է ապագա։ Դուք այդ պարի մաս եք, միշտ եղել եք, միշտ կլինեք, ոչ թե որպես դուք, այլ որպես այն, ինչը դուքը միշտ եղել է։ Տիեզերքի ժամանակավոր արտահայտություն, աստղային փոշու ժամանակավոր կազմակերպում, անվերջ գործընթացի ժամանակավոր ձև։ Այնպես որ, արդյոք դուք նույն անձն եք, որը էիք 7 տարի առաջ։ Ոչ, յուրաքանչյուր ատոմ փոխվել է։ Արդյոք դուք տարբեր անձ եք։ Ոչ, շարունակականությունը պահպանվել է։ Ճիշտ հարցը ոչ թե ով եմ ես է, ճիշտ հարցն է ինչ եմ ես։ Եվ պատասխանը դուք գործընթաց եք, դուք պատմություն եք, դուք երգ եք, որը երգվում է տիեզերքի կողմից ինքն իրեն։ Եվ ինչպես յուրաքանչյուր երգ, դուք կունենաք սկիզբ, միջին և վերջ, բայց երաժշտությունը, որը դուք ստեղծեցիք, կմնա։ Ոչ թե որպես ձայնի ալիքներ, որոնք արդեն ցրվել են օդում, այլ որպես տեղեկատվություն, որպես օրինաչափություն, որպես ազդեցություն, որը փոխել է տիեզերքը, որքան էլ փոքր։ Դուք կմեռնեք, բայց դուք նաև կապրեք, ոչ թե որպես անմահ հոգի, այլ որպես անվերջ վերափոխվող օրինաչափություն, որը երբեք լիովին չի անհետանում, որը միշտ դառնում է ինչ-որ բան նոր։ Եվ գուցե վերջում դա բավական է։ Ոչ թե անմահությունը, այլ մասնակցությունը, ոչ թե մնալը նույնը ընդմիշտ, այլ լինելը մաս ինչ-որ բանի, որը շարունակվում է։ Ոչ թե անհատական գոյությունը, այլ կապը, անցյալի, ներկայի և ապագայի հետ։ Դուք աստղային փոշի եք, որը դարձել է գիտակից։ Դուք տիեզերքի ինքնիմացության միջոց եք։ Դուք անվերջ պարի ժամանակավոր ձև եք։ Եվ այս պահին, այս վայրկյանին, դուք կենդանի եք։ Դուք գիտակից եք։ Դուք հիանում եք։ Գուցե դա միակ անմահությունն է, որը մեզ երբևէ անհրաժեշտ է։